Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն է։ Պարոն Թաթոյան, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք եւ այս քարոզարշավի, այս խայտաբղետ իրականության մեջ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Մեր զրույցը եկեք սկսենք ձեր հրապարակած խայտարակ ձայնագրությունից։ Դուք ձայնագրություն հրապարակեցիք, որը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է ԿՊ-ն Փաշինյանի քարոզարշավին գլխաքանակ ապահովում ուսանողների, դասախոսների միջոցով, հանձնարարություններով, ինչպես խոստովանեց այդ դասախոսը։ Հիմա այս իրականության մեջ, երբ որ տեսնում ենք, թե ոնց են վարչական ռեսուրսը կիրառում, այս ամբողջ ընտրությունների լեգիտիմությունը ընդհանրապես կասկածի տակ չի դրվում։ Նայեք, նախ մենք երբ հասկացանք, որ մարդկանց վախացնելու, ահաբեկելու դեպքերը համատարած են արդեն ԿՊ-ի կողմից, հասկացանք, որ սրա նկատմամբ մենք պետք է հստակ մոնիտորինգ սահմանենք եւ մարդկանց պաշտպանելա պետք, որովհետեւ մարդիկ մենակ են մնացել իշխանության դեմ արդեն։ Ինչ ասես անում են, վախեցնում են աշխատանքից հեռացնել, տներ են գնում, բարեկամներին են սպառնում, հարկայինն է սպառնում են, հեսա հարկայինը կգա կուտուգանի։ Երբ հայտարարեցինք թեժգծի մասին, շատ լավ է, որ մարդկանց մեջ ես դա տեսնում եմ, վստահություն կա մեր նկատմամբ։ Պայմանավորված նրանով, որ ես որպես մարդու իրավունքների պաշտպան միշտ աշխատել ենք թեժգծի հետ, զանգերի հետ եւ կարողանում ենք աշխատել մարդկանց հետ, նրանց բողոքների ու սկսեցինք ստանալ բողոքներ։ Դրանցից մեկը այս ձայնագրություններն էին, որ ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը նաև ԿՊ-ի ավականու անդամ է Արմավիր համայնքում, այսինքն նա պաշտոնատար անձ է, Լուսինե Գրիգորյան, ես դրա համար նրա անունը հատուկ ասում եմ, որովհետև նա պաշտոնատար անձ է եւ իրականացնում է այդ հավաքագրումը, պարտադրում է մարդկանց մասնակցել։ Ու ես նաեւ շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները վստահեցին մեզ, այս ինֆորմացիան փոխանցեցին, մենք հրապարակել ենք, դրա բնականաբար հետևողական ենք լինելու այս հարցում։ Բայց ինչի մասին է հավաքայում, այդ ձայնագրության մեջ այդ կինը պաշտոնատար անձ, նաև դասախոս դիրքը չարաշահելով ուսանողներին պարտադրում է մասնակցել ԿՊ-ի նախընտրական հավաքին։ Ասում են սևերես չհանեք, էլի ոնց։ Այո, եւ ասում են ինձ վերևից հանձնարարել։ Այո։ Այդ ձայնագրությունը ակնհայտ ցույց է տալիս, որ գործում է սխեմա։ Հանցավոր սխեմա, որովհետև այս ամենը քրեական օրենսգրքով պատժված հանցագործություններ են, պատժելի հանցագործություն արարքներ են։ Հիմա եթե հանկարծ ընդդիմադիրները անեին, չէ, որևէ մեկ։ Նույն րոպեին կձերբակալեին։ Բանավեճ անելու, հրավիրեին, ձերբակալեին, հայտարարեին, ֆեյքերով սկսեին, են падգամավորները րոպեն մեկ մտնեին, հելնեին, էս իրենց այդ տեսանյութերը նկարեին եւ այլն, իրանց ցույց տային, չէ։ Բայց քանի որ, տեսեք, վերաբերում է հենց ԿՊ-ին, անընդհատ կոծկում են եւ ինչ սխեմայի առանձնահատկությունը որն է, վերնախավը անընդհատ իրանք հերո են պահում մեջից, այնպես խորամանկ են աշխատում, զոհաբերում են տնօրենների, այն նման դասախոսների եւ այլն, ովքեր տուրք են տալիս եւ գնում են մտնում են դրա տակ, այսպես ասած, եւ նրանք չոր են մնում, չոր են դուրս գալիս։ Բայց չեն զոհաբերում, պարոն Թաթոյան, օրինակ ապարանի դեպքով դուք տեսաք Փաշինյանն ասաց, ես իրենց ասել եմ դիմում գրի, բայց չենք մակագրել։ Որովհետեւ դեռ այս քանի օրը պետք են իրենց։ Դրա համար է այդպես են վարվում, որովհետեւ դեռ հələ վարչական ռեսուրս կա, բան կա, անհրաժեշտություն կա։ Հիմա խնդիրը տեսեք որն է, տեսեք Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, սրանք ազգանունները, Նիկոլ Փաշինյանն է որպես գլխավորող այս սխեման, սրանք անուններ են, որոնք ղեկավարում են նրա քարոզարշավը եւ հետեւաբար նրանք էլ պատասխանատու են։ Հիմա սրա վերաբերյալ նաեւ պետք է ընթանա քրեական վարույթ եւ պետք է դրա շրջանակներում նաեւ պատասխանենք հասցերի պատասխաններն են, որովհետեւ սա այս դեպքը վկայում է դրա մասին, որ տեղի ունենում պետական ռեսուրսի բացահայտ չարաշահում, ահաբեկումներ պետական մակարդակով, համակարգված, կազմակերպված ուղղակի պարտադրանք, կրթական համակարգում քաղաքական քարոզչություն եւ կրթական համակարգի միջոցով, ասենք դուք ո՞նց եք մեր ուսանողներին կամ դուք ով եք ընդհանրապես, որ մեր ուսանողներին, մեր երիտասարդներին, որոնք մեր ապագան են, պետքա մեր կառուցենք արդար ձևով մեր երկիրը զարգացնենք, դուք նրանց ներգրավեք ձեր հանցավոր սխեմաների մեջ։ Եվ սա է, որ մենք սա ցույց է տալիս, որ
մենք պետք է սա ելքը որն է մենք պետք է բոլորով այս հարցը լուծենք այս ընտրություններին ինչու է նաև պատմական նշանակության տեսեք ոչ միայն որ մեր ազգային ինքնության հարց է մեր պատմության այլ նաև մեր երկրի ներսում այն նման խաբեբա իշխանություններից ազատվելու երկիրը ի վերջո արդարությամբ կառավարելու երկիրը ի վերջո միասին զարգացման տանելու համար ընտրություններ են դրա համար այս հարցը մենք պետք է միասին լուծենք սա պետք է մեզ հակառակը ոգևորի այն իմաստով, որ մենք հանկարծ չհիասթափվենք եւ հասկանանք, որ մեր ձեռքն է։ Չպետք է թողենք, որ ուրիշները մեր փոխարեն որոշեն այն էլ այս նման հանցավոր սխեմաներ կիրառելով։ Բայց պարոն Թաթյան, դուք հիշում եք, որ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, ես ատում եմ վարչական ռեսուրսը, մեր ընդհանրապես ինչներիս է պետք վարչական ռեսուրսը, որովհետև ես չեմ ապրում այն էմոցիաները ուրիշների հետ, ոնց այսինքն վարչական ռեսուրս, երբ որ կիրառվում է, ես չեմ կարողանում անմիջապես շփվել անմիջական մարդկանց հետ եւ այլն։ Հիմա ոնց հասկանանք իր ասածը եւ գործի տարբերությունը։ Ակնհայտ է, որ ստում է, որովհետեւ տեսանք, բացահայտ ապացույցով տեսնում ենք, վարչական ռեսուրսը ելուրիսման ինչ ծավալ է։ Հա, եմրոս մեծ կոռուպցիան խիպոզով պոչովալ, հիմա էսի վարչական ռեսուրսը խիպոզով պոչովալ։ Ինչ ասելա, ամբողջը դրա մեջ եկել հիմա ինքն է եւ գիտեք, էսենց մի բան անընդհատ նախկինը չէ եւ վամպիրպես սնվում է 2018 թվականից առաջ եղած խնդիրներից 2018-ը եւ մեր շատ քաղաքացիներ 18-ին այդ արդարության, երկիրի վերջո արդարության բերելու հույսով դուրս եկան, չէ, փողոց եւ այս մարդը եկավ չարաչար նաեւ խափեց մեր ժողովրդին, բայց հիմա ինքը նախկինի մեջ ճպճփում է։ Ամբողջը նախկինը, բայց տարբերությունը որն է խաղաղության, ժողովրդավարության իբր շղարշի ներքո սրտիկներ ու պաճիկներ եւ սա գիտեք նաեւ շատ հետաքրքիր էսպես կեղծավոր մի հատ սխեմա է որ այդ զվարակույրը կախել է ներսը շատ ամբողջը նախկին էս հանցավոր իր ստեղծած արդեն որ ավելի այլասերված է այս հանցավոր սխեմաներն է դե մեկ էլ խողարկում է նաեւ պերաշկի ուտելով Շատ լավ, դուք ասացիք, որ այս դեպքի համար քարոզչության իրավամբ պատասխան պիտի տան քարոզչության պատասխանատուները, այդ թվում Պապիկյանը, բայց Պապիկյանը շատ ուրիշ գործերով էլ պատասխան այդպես էլ չտվեց, մասնավորապես Ազատ Գյուղի Կացարյանի այդ զինվորների 15 այրված զինվորի հետ կապված 15 զինվոր ողջ այրվեց եւ պատասխան տվեց, այսինքն մի քանի հոգի մենակ տես դատական գործերով են անցնում, ընդ որում ինչ եղավ Փաշինյան կառավարության նիստում արդեն վճիրն էլ կայացրեց, անմեղության կանխավարկած խախտեց, ամբողջ դեպքը նկարագրեց, տվեց իրավապահներին, էլ ուրիշ ինչ էր մնում իրավապահներին։ Ու հենց այսօր ես հիշեցնեմ, որ նկարահանումը տեղի ունենում 1 օր առաջ մեր եթերից, հենց այսօր սահմռկեցուցիչ տեսարան եղավ այդ զինվորներից այրված զինվորներից մեկի մայրը մոտենում է Փաշինյանին, ասում է զզվում եմ քեզնից, ընդհանրապես դեմքդ տեսնել չեմ ուզում, իմ երեխային եմ ուզում, մանկապարտեզդ էլ քեզ լնի, թոշակդ էլ մնացածն էլ։ Ու ինչա պատասխանում Փաշինյանը, վեր կացավ, սկսեց գորգորալ, ճղճղալ ու ասեց բանը, ընդդիմադիրների հանրահավաքներին ինչի՞ չես գնում, կորպուսի հրամանատարի տեղակալը ընդդիմադիր ակտիվիստ է, ճշտել էր, այդ մի գիծը ճշտել էր։ Ասենք դուք ո՞նց եք պատկերացնում, էլի, ասենք այս տիպի պատասխանատվությունը։ Սա գիտեք, նրանք զբաղվում են այս խումբը մարդկանց բացահայտ հովանավորչությամբ իրենք իրենց ահավոր պահում են, ասում են սպայկա են, իրենք իրենց որ հանկարծ որևէ մեկի վրա մի բան չընկնի, որովհետև կծիկով գնալու է բոլորին։ Իհարկե Փաշինյանը ինքը այնպես է անում, որ ակնհայտ այնպիսին է, որ եթե հարկ եղավ բոլորին կզոհի, մենակ թե ինքը իրեն հանկարծ բան չլինի։ Այս ինչի Պապիկյանը չի զոհում։ Տեսեք, այս դեպքի հետ կապված մի քանի դեպքով ցույց տանք, թե այդ հովանավորչությունը տարբեր իրավիճակներում ոնց է դրսևորում։ Այո, մեր 15 տղաների մահը, մեր 15 տղաների հետ կապված քաղաքական մակարդակի անպատժելիությունը, բացարձակ անպատժելիությունը, մյուսը նրանց քաղաքական հովանավորչությունների դեպքերից են Սոնա Մնացականյանի դեպքը, հղի կինը, որին ավտոշարասյան հետևանքով մահ պատճառեցին ուղղակի եւ չծնված երեխան եւ կինը երիտասարդ մահացան
ու ռադիոկապի սարքերն էլ այդպես էլ չփոխանցվեցին փորձաքննության համար, ինչի համար որ ազատեն նաև Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվությունից։ Եվ օրինակ եկենք այս ձայնագրությունները, որ քիչ առաջ խոսեցինք, այսինքն ամեն ինչը հովանավորչություն է նրանց մոտ եւ որպեսի այդ հարցերը առաջ չգան, այև նաեւ գիտեք նրանց համար մարդը արժեք չունի, շատ ակնհայտ է։ Այսօր մենք ունենք իշխանություն, որի համար մարդը ուղղակի գործիք է եւ մենք նրանք մարդկանց համար լավ բաներ անում են, այսինքն այսպես ճակերտում ասած նրանց տեսանկյունից, ինչի որ ոչ թե որ մարդը իրոք լավ ապրի, այլ որ չբողոքի, չխոսա իրանց վրա, քաղաքական խնդիր չունենան, որ ձայնը կտրի, մարդը ժամանակավոր գոնե, հա։ հա։ Շատ լավ, տեսեք, անդրադառնանք էլի դպրոցների ուսուցիչների բերելուն, գազելներով, որ բերել էին, ապարանի դեպքով ուսուցիչներից մեկը կերպարվեստի դասատուր է, լրագրողը հարցնում ասում, ապա դասի ժամին ինչ եք եկել, ասում, դե դասը կիսատ ենք թողել, եկել ենք մեր արևին տենան։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, բայց ձեր քարոզարշավներին ինչի տեն զանգվածաբար չեն լցվում գազելները, դասատու, աշակերտ ման լցվեն, գան լուսին տենան, աստղեր տենան, ձեր մոտ էլ կան, չէ՞, արևներ, լուսիններ, աստղեր։ Տեսեք, նախ նորից էլի ամբողջը կազմակերպվում է այս կազմակերպված պետական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ այս սխեմաների շրջանակում եւ ինչ վերաբերում է օրինակ անդիմադիրներին, դուք սկզբից միջև վերջ հանձնարարականը միանգամից գնում, որ որևէ մեկը հանկարծ շփում չունենա, որևէ մեկը դուրս չգա, չմոտենա, չխոսի, չի մասնա խոսքը։ Եվ գիտեք, ես ուզում եմ մեր ուսուցիչներին, մեր տնօրեններին բոլորին շատ կարևոր բան ասել, որ Փաշինյանը մեր երկրին 3 պատերազմ, 3 պարտություն եւ 1 նոր ցեղասպանություն բերած մարդ է, որ նրա հիմնական գլխավոր նրա գլխավոր հատկանիշը ժողովրդին խաբելն է եւ նաեւ վախը, սարսափելի վախը իշխանությունը կորցնելու նկատմամբ մղձավանջային է ուղղակի։ Եվ ես ուզում եմ նաեւ նրանք իմանան, որ նա ցանկացած պարագայում մեկ է զոհելու է, լինեն ուսուցիչներ, լինեն տնօրեններ եւ այն աշխատանքը, որ անում են մեր ուսուցիչները, տնօրենները երեխաներին կրթելու, մեր արժեքներով դաստիարակելու եւ այլն, ամբողջությամբ խեղում է եւ մենք պետք է ունենանք այնպիսի քաղաքական ղեկավարություն, որը հակառակը խրախուսում է այդ ամենը արժեքները, գնահատում է նրանց աշխատանքը եւ ոչ թե նրանց վերաբերում է որպես գործիքներ, որպես մարդականակ, չտեսեք մեր ձայնագրության մեջ որ հրապարակեցի, այդ պաշտոնատար անձը, որը դասախոս է աշխատում, մարդկանց քանակով է ուղղակի վերաբերվում, որպես գլխաքանակ է վերաբերվում եւ որպեսզի մենք ունենանք իշխանություն, որը մարդուն վերաբերվի որպես ուղղակի արժեք, մարդ, իր իրավունքներով, արժանապատվությունով կոչվածս դաս տալու ոչ թե պետք է ունենանք այդպիսի իշխանություն եւ այդ ընտրությունը պետք է այդպես արվի, ու սա մեր ձեռքերում է եւ դա ընդամենը քիչ ժամանակ է մնացել այդ որոշումը կայացնելու։ Ընդ որում հպարտանում ասում եմ մենք մեր ուսուցիչներ ունենք 700,000 աշխատավարձ են ստանում։ Մեկը ասենք 700,000 աշխատավարձ կարող է ստալ, բայց այդ մարդուն որպես գործիք ծառայեցնես քեզ։ Գիտեք, այդ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմը նախ շատ նսեմացնող է։ Ես ասեմ ձեզ, որ մենք ծրագրում ունենք, մենք վերապատրաստում չանցած ոչ մի ուսուցիչ աշխատանքից չի ազատվելու, ավելին մենք նախատեսելու ենք հաստատ ժամկետ, որից հետո ուսուցիչները պարտադրված չեն լինելու անցնել վերապատրաստում, օրինակ ստաժ եթե ունեն եւ այլն, իսկ այս համակարգը ամբողջությամբ փոխելու ենք երիտասարդների համար եւ լինի բացառապես հիմնված գիտելիքի վրա, ճիշտ սկզբունքներով տեստեր են կազմվելու ու նաև նոր ծրագրեր, օրինակ մենք վերականգնելու ենք գյուղական ուսուցիչ ծրագիրը, որը մենք անգամ մտածում ենք դա անունը դնենք արժանապատիվ ուսուցիչ եւ քանի որ մենք մեր սահմանամերձ մարզերում, գյուղերում առհասարակ մեծ խնդիր ունենք երիտասարդ մասնագետների ներգրավմամբ, մենք այդ ծրագրով երիտասարդ մասնագետների ուսուցիչների համար նախատեսել ենք նաև միանվագ ֆինանսական աջակցություն, հողամաս կամ տուն տրամադրել, եթե օրինակ արական սեռի ներկայացուցիչ տղամարդ է, ապա բանակից նաև տարկետումով զինվորական ծառայության, ինչու ենք այս ամենը զորական տոկոսով վարկեր, ինչու ենք սա նախատեսում, որտեվ սա այնքան ռազմավարական անվտանգության հարց է մեզ համար դարձել, ունենալ նախ բնակեցնել մեր սահմանամերձ մարզերը, ունենալ մեր մասնագետներին, ովքեր գյուղերում են դասավանդում մարզերում եւ որ մեր երեխաները ստանան այնտեղ պատշաճ լավ կրթություն, որ լավ մասնագետները գնան, որ այնպես չլինի, որ եթե դու գյուղում ես ապրում, ուրեմն դու
դատապարտված ես աշխարհից կտրվելուն, գյուղում ապրելը նշանակում է ոչ մի բանի հասանելիություն չունենալ, ստանալ վատ կրթություն, ինչը անպայման պետք է գնա որևէ ուրիշ տեղ սովորի լավ կրթություն ստանա, բոլոր տեղերում պետք է հավասար լինի կրթությունը։ Մեր ծրագրերի նաև իմաստը դա է։ Իսկ այդ նրանց վերաբերմունքը հենց ուսուցիչների նկատմամբ, հենց այդ աշխատավարձերի մասով, ինչ է, ընդհանրապես ողորմություն են վերաբերում որպես ողորմություն, այնքան էլ երեսով են տալիս անամոթի պես իրենց, եւ նրանք շատ, գիտեք, շատ խորամանկ են, շատ լավ նախապատրաստվել են այս քարոզարշավին, հələ որ տեսնում ես տրամաբանությունը հերատես են շատ եղել, իրենց անձնական պաշտոնին որ վերաբերում է շատ լավ էլ հերատես են եղել, շատ խորամանկ իմացել են ինչ են անում, հիմա լրիվ հատիկ օգտագործում են, բայց անամոթի պես, որպես բերել են օգտագործում են ողորմության պես, երեսով են տալիս անընդհատ թոշակառուներին, ուսուցիչներին, բայց իրենց պարգևատրումներից հենց հարցումն ասում է դե մեր ворցատրությունն է մեր աշխատանքի, մենք դվաստակել ենք այդ իրավունքը։ Գիտեք, այդ ինչ է, նրանք պարգևավճարը նրանց համար սրբության պես արժեք է։ Իրենց գաղտնի հրամանով այդ վերնախավը վճարում են մեծ թվեր, որոնք դուք տեսեք հələ ինչեր կարող են անել։ Մեր երիտասարդներին ուղենք, որպեսզի կրթություն ստանան, ապագա ունենան, որպեսզի մեր երիտասարդները կարողանան այստեղ նաև զարգանան եւ այլն, մնան երկրում։ Իսկ դուք որ լինեք չեք վերցնելու պարգևավճար։ Այդ տեսեք նախ պարգևավճարների հետ կապված հետևյալը ոչ ես չեմ վերցնելու պարգևավճար մի անգամից ասեմ եւ ես երբ մարդու իրավունքների պաշտպանն էի սա հանրապետությունը սահմանադրական պաշտոնը ամենաբարձր պաշտոններից մեկն է հանրապետությունում ես որևէ անգամ մոտ չեմ եկել այդ իրենց գաղտնի պարգևավճարներին եւ այլն մենք փոխելու ենք առհասարակ պետական համակարգի վարձատրության մեխանիզմը նախ այդ գաղտնի պարգևավճարները որ կա իրենց վճարում են թանկ, չգիտեմ, այդ գործուղումներով ամեն ինչով դա այդ գաղտնի համակարգը մի անգամից վերանալու է եւ գումարները ամբողջությամբ միլիոնավոր դոլարներ են ուղղվելու են մեր անվտանգությանը, մեր ուսուցիչների աշխատավարձերին, մեր բուհերին ամբողջությամբ որպեսզի զարգացնենք ոլորտը տեսեք նա նաեւ ինչ է արել այս անձնական մոլուցքը այնքան շատ է անձի, որ առանձնատների համար հատկացվում է 620 միլիոն դրամից ավելի գումար, 1.5 միլիոն դոլարից ավելի գումար 4 ընտանիքի համար։ 4 ընտանիքի համար 2025 թվականին բյուջեով այդպես է։ Հələ մի հատ էլ անամոթի պես 2024 թվականին կառավարության նիստին ասма ցուրտա, պլիտայով չեն կարողանում տականանք, դրանից ասելուց հետո համարյա 20 միլիոն դրամով նորից էլի բարձրանում է առանձնատան վճարը ու ամբողջը գաղտնագրված է երբեք չի կարող ոչ մեկ իմանալ ինչի վրա են ծախսում իսկ դա նրանց տան աշխատողներն են ամեն ինչը ինչ որ վերաբերում է ուտելիքից սկսած եւ այլն մեր բոլորի հաշվին է դա համար մենք տեսեք պետական համակարգում նրանք շատ անարդար վիճակ են ստեղծել այդ վերնախավը շատ ճոխ պայմաններ են ստեղծել իրենց համար միլիոնավոր դրամներ են ստանում արդեն ներքևի միջին օղակը ավելի դրանից ներքև շատ կտրուկ քչանում է աշխատավարձերը եւ երբ ասում են պարգևավճար երեսով են տալիս այդ միջին աշխատողներին մինչդեռ դա այդպես չպետք է լինի օրինակ ես ինչպես եմ լուծումները տալու նախ մենք պետք է ունենանք արժանապատիվ աշխատող պետական համակարգ աշխատողները գնահատվելու են արդարության սկզբունքով միանշանակ հիմք է ընդունվելու գիտելիքը եւ կարողությունը պետականության նկատմամբ նվիրումը եւ ոչ երբեք ծառայելը մարդու կամ կուսակցությանը եւ ամենակարևորը այսօր տեսեք պետական աշխատողները շատերը վարկերի տակ են բնակարանային հիփոթեքի եւ այլ ծրագրով դրա մասին այս իշխանությունները շատ լավ գիտեն եւ նրանց գերության մեջ են պահում կախվածության մեջ են պահում այո որ եթե նախկինում օրինակ ասում էին ենթադրեն դե կաշառք է վերցնում ինչ անի տուն է պահում հիմա էլ օրինակ հատուկ է ստիպում մարդկանց ներգրավել անօրինականությունների մեջ վախեցնում են եւ այլն մտածում են դե ուր պետք է գնա որ մեկը դուրս գա չի կարողանալու այդ հիփոթեկա վարկը եւ այլն պարտավոր է վճարել մենք օրինակ նախատեսել ենք հատուկ հիփոթեկային բնակարանային ծրագրեր պետական աշխատողների համար որպեսզի այդ վարկային գերությունից նրանց ազատենք այս այլ շատ կարեւոր է եւ Պարզ է, պարոն Թաթյան, տեսեք, մի շաբաթ անցավ քարոզարշավի ու մենք այս մի շաբաթվա ընթացքում ինչ բառ ասես չլսեցինք, որ իրար ասում են
այ համբալ, այ անուղեղ լրտես, այն մեկին ասում թարախապալար, բան, ասես իրա ինչ ասում են, ու դուք այս ամբողջ այս խոսույթից լրիվ կտրված ձեր ակադեմիական կուլտուրական բառապաշարով բան, ոչ չեք ուզում երկու կոշտ խոսք էլ դուք ասեք, sense թթու մի երկու բառ ասեք։ Տեսեք, մենք իհարկե արժանի այս իշխանությունը ամեն ինչ ասես, բայց մենք պետք է հասկանանք իրականում մեր երկրի համար մեր երկրին ինչ է պետք։ Այս իշխանության ուզածն է, որ այսենց ատելության մեջ պահի երկիրը, որովհետև նրանք սնվում են ատելությունից։ Սա քանի որ ինքը ատելության վրա նստած իշխանություն է, նրանց դա շատ պետք է, այն սատանայի նման է, կա չէ՞, մեր ֆիլմերից տեսնում ենք, ասեք, ինչքան ատելությունը մեծանում, ավելի աճում, հա, արյուն են ուզում, վամպիրի պես սնվում են, աճում, մեծանում է, դրա համար նրանց այս ամենը օդ ու ջրի պես պետք է։ Եվ ինչի է նա այս լաչառությունը անում, այս ատելությունը, չէ՞, ասենք դրա նպատակը մեկն է, որ ծածկի իր սխալները տակը։ Այս սա է, դրա համար նա իր քարոզարշավը առհասարակ կառուցել է հիմնական 3 սկզբունքներ կան, 3 հենասյուներ կան՝ նախկիններ, ռուսներ եւ եկեղեցի։ Երբ տեսեք նախկինից ինքը վամպիրի պես սնվում է դրանից այդ խնդիրներից, սնվում է, հետո էլ դրանք ամբողջությամբ լցնում է հանրության մեջ, ռուսներից ինքը սարսափելի վախ ունի, սարսափելի ակնհայտ է, ամենաշատն է թեև մեծ տարեկախվածության մեջ դրել, եւ եկեղեցին։ Սրանք վերցնում ես տակը, բան չի մնում։ Մեզ պետք է ղեկավարություն, որ ամեն օր այսպես բառապաշարով է խոսում, խափում է, հայոյում է, վիրավորում է, այս ամեն ինչ իջնում է ներքև, ամբողջ հանրությունը պարակտված, կռվի մեջ եւ այլն։ Դրա համար սա նաեւ շատ կարեւոր ցուցանիշ, որ մենք ազատվենք ի վերջո նման իշխանություններից, որ չունենանք իշխանություն, որը կարող է այսպես իրան անհավասարակշիռ պահել, անկանոն շարժումներ անել, հիստերիկություն անել։ Մենք պետք է հակառակը մեր զարգացման չի տանում սա, այս իշխանության պահվածքը, ոչ էլ բառապաշարը։ Գիտեք ինչին ուշադրություն դարձրեցի, որ ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք էր, չէ՞, ընդունել, ասում էին վերջ, այսուհետ մեր բառամթերքը մենք հայոյախոսություն չենք օգտագործելու, բան, դուք չեք ընդունել այդ բառամթերքը։ Ու միակ sense մի քիչ գծից դուրս բանը, որ ձեր խոսույթում գրառումներից մեկում նկատեցի, այդ պերաշկի ուտող իդիոտներ արտահայտություններ։ Ուրիշ բան, որ sense մի քիչ գծից դուրս ասվի, չի եղել նման բան։ Ինչի՞ց է։ Գիտեք, հաճախ այդ ասում ես, որ իրանք հասկանան, իրանց համար այդ բառապաշար, օրինակ ես իրան ասում եմ Ալիևի տասովշիկ։ Ինքը այդ բառապաշարը, իմ բառապաշարը չի, չէ՞։ Ինչի՞ եմ իրան ասում Ալիևի տասովշիկ, որ ինքը հասկանա դա ինչ է, որտեղ իր մակարդակը այդ է։ Տասովշիկը որն է, որ թռի մի հատ էս բեր, այն բերում է, Ադրբեջանի նախագահը իրան տենց ասում, ասում է մի հատ հələ գնաս համանadrական հանրակրվե արա, ասում է մի հատ հələ գետնից բարձր թռի, սա էլ ասում է, 6 նոց։ հա, սա էլ ասում է 1.5 մետր թռնեմ, 2 թռնեմ, ինչ ես էլ ուզում քո համար անեմ։ Ահա, ախպեր ջան, Ղարաբաղը տվեցի, էլ ինչ ես ուզում, Սյունիքն էլ է պետք, ահա, գնամ այնտեղ էլ կասեմ Սյունիքը Հայաստան է, էս կանեմ, այն կանեմ, այսինքն սահմանադրություն փոխենք, հարց չկա, սահմանադրությունը կփոխենք, բերենք 300,000 ադրբեջանցիներ, հարց չկա, կբերենք։ Կամ ինչ եմ ես նրանց ասում կեղտոտ բերան բաշի բոզուկներ, որովհետև ասում է Արցախը մեզ համար ճակատագրական սխալ էր, Արցախի թեման փակ է եւ այլն։ Հիմա բա ոնց չասես, ասեք էլի այդ բառապաշարով։ Դու ով ես, որ ընդհանրապես նման բառն ասես մեր հայ ժողովրդի պատմության առաջ, այդքան անարգես մեր հազարավոր զոհերին, նրանց ընտանիքները, հետո գիտեք, տղամարդկություն էլ չկա մեջը, էլի, այսինքն ինչ նկատի ունեմ, մետրոյի մեջ կարող է օրինակ անհավասարակշիռ ձևով հարձակվել կնոջ ու երեխայի վրա, չգիտեմ տարբեր, բա մեր ժողովրդին ասենք նայում ես ասում ես մենք ժողովուրդ ջան, մենք արժանի ենք նման ղեկավար ունենալու։ Մենք աշխարհի ամենահզոր ազգերից ենք, ամենահին քաղաքակրթություններից մեկը ունենք, գնում ես տարբեր տեղեր, գրված է բոլոր տեղերը Հայաստան է գրված։ Հռոմի այդ Կոլիսեի մոտ պատի վրա, քարտեզների վրա կարդում ես հին Հռոմի այդ կայսրությունը եղել է, առաջին երկիրը գրված է Հայաստան, հպարտություն ես ապրում, գնում ես թանգարաններ, աշխարհի Հայաստան ամենուր է որպես հին քաղաքակրթություն, հին երկիր։ Հիմա մենք աշխարհում այնքան մեր հզոր հայրենակիցներ ունենք, մենք այնքան հզոր ազգ ենք, այնքան հարցեր կարող ենք լուծել։ Մեր երկրի հարցերը այնց մենք կարող ենք բոլորս միասին լուծել։ Ես այնպես տեսնում եմ դա։ Բա ասում ես մենք արժանի ենք, բա sense ղեկավար ունենանք։ Մենք պետքա այս էջը փակենք, այս արատավոր շղթան, որ ու նույնիսկ դասագրքերում էլ ինձ թվում է մենք պետքա գրենք, որ
քաղաց ամենամեծ դասը հայ ժողովրդի պատմության ամենամեծ դասերից մեկը որն է, որ երբեք այլևս այդ never again-ը, որ ասում են ցեղասպանության համար, անպայման սրանց այս իշխանությունների համար է պետք է գրենք, որ մեր սերունդներով մենք հասկանանք, թե ինչ սխալներ էինք մենք արել, չէ՞, այս 35 տարին էլ վերցնենք, որովհետև շատ կան սխալներ գնացել, խորացել են, սրանց ժամանակ ավելի են։ Այս ժամանակահատվածը Աստված տա դուրս գանք այս վիճակից ու դուրս են գալու։ Հետո մի հատ քաղաց դասերի մեծ գիրք ունենանք ու ամենակարևոր ուղերձներից մեկը ամեն ինչ ուղղելի է, ամեն ինչ մենք կարողանալու ենք ուղղել։ Այս իշխանության նպատակն է մարդկանց մեջ սերմանել, որ ամեն ինչ որոշված է նախապես, իմաստ չունի գնալ ընտրության, հեռու պահել եւ այլն, ոչ, մեր ձեռքն է եւ ամեն ինչ մենք կարողանալու ենք լուծել։ Կանխորոշված չի ոչինչ, բայց որ ասացիք, թող տղամարդկություն ունենա, մտավախություն չունեք, որ այս եթերից հետո լայվ կմտնի ու կասի, այ ասեմ տղամարդկությունը որն է բան։ Նայեք, գիտեք, տղամարդկությունը ճղճղալով չի երևում։ Տղամարդկությունը քո պահվածքով է, քո ամենօրյա քայլերով է, խոսքիդ տեր լինելով է։ Ասենք դու տղամարդկություն չունես, Ադրբեջանի նախագահին պատասխանես, ինքը գալիս է, մտնում է քո երկիր on-line թեկուզ բանով ուղերձով, կեղտոտ բաներն է ասում քո ազգի մասին, ասում է անջատողական, վիրավորում է, հանցագործ է սարքում եւ այլն։ Այն եվրոպացիները պատասխանում են, դու չես պատասխանում, ասում ես ինձ կընդունես Բաքվում։ Thank you. Ասես thank you. Մեն փոքր երեխու պես որ անկյունում կուչեկած, դե thank you-ից բացել, ասում է բան անեմ։ Ինձ էլ հրավիրի, խնդրում եմ գամ Բաքու, էլ ինչ կլինի։ Բայց չասես, բա ինչ տղամարդկություն դու ունես ընդհանրապես, քո ազգի նամուս թասիբ կա ընդհանրապես։ Այդ չասենք, որ կնոջ երեխու վրա զոհվածի կնոջ վրա կարող է գորգրալ ձայնը բարձրացնել, որ այդ երեխեքը, այդ տիկնոջ երեխեն գնացել է առաջին հերթին քո ասելով են, ձեր ասելով, դու չէ հելնում ասում բրոնեժիլետներ եւ այլն, հակեք գնացեք կռիվ, պատերազմ, մեզ արեք մեր հայրենիքը եւ այլն, հետ մարդիկ էլ հայրենասեր արուց տղեկ էին գնացել են։ Բա հիմա դու ո՞նց ես կանգնում, դու ո՞նց ես նայում ծնողի աչքերի մեջ, հետո ասում քո տղայի իրավունքների համար ներկայացված հայցերը ես գնալու եմ հետ վերցնեմ։ Քանի կոպեկ արժի էլ տղամարդկություն էլ չէ, էլի ստեղ ընդհանրապես մարդ էլ ամնում։ Գիտեք, Վարդենիկ ներողություն Գավառի Գանձագյուղում մի տղա շատ լավ բնորոշում տվեց, ասեց Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության, ասում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Հիմա ասում եմ մենք սկի մատերիալ էլ չենք։ Այսինքն ամբողջությամբ տեսեք մարդիկ զգում են ինչ վերաբերմունք ունի իրականում այս իշխանությունը եւ նայեք ես երեք էլ ասեցի ուղերձով այդ իդիոտների մասին պերաշկի ուտող որ խոսեցի երեք բյուջեի կանք այդ պետական բյուջեի հետ կապված կարճ ասեմ նայեք որ մենք ասում ենք չէ բյուջեն իրականում պարզապես թվեր չեն դա նախ եւ առաջ բարոյական փաստաթուղթ է որովհետեւ դու դրանից հասկանում ես իշխանությունը իրականում ինչի մասն է մտածում։ Ինքը եթե բոլոր գումարները ամենաահռելի թվով ուղղում է իրանց այդ խմբակի մի քանի հոգու պարգևավճարներին։ Բա ո՞նց չասես, պերաշկի ուտող հիմա որ ասեն պետքա մեր թիմից էլ ասեն դե լավ կամ մտածեն ասեն մեզ ազական չի, բայց դե պերաշկի ուտող իդիոտներ են էլի, այսինքն դե հիմարներ կարայինք ասենք, չգիտեմ, բայց դա այլ բառ պարզապես չես գտնում, էլի, այլ ելք չի թողել ուղղակի։ Պարոն Թաթեյան, տեսեք դուք հիշեցիք Փաշինյանի այդ այն որ որևէ տրամաբանության մեջ տեղավորվող արտահայտությունը, որ ասեց Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր, չէ՞։ Ձեր համար կա մի բան, որը ձեր համար է ճակատագրական սխալ եղել, երբ որ ձեր ամբողջ հետագիծը նայում եք, դուք ունեցել եք ճակատագրական սխալներ առհասարակ։ Ես ճակատագրական սխալ որևէ առայժմ չեմ ունեցել եւ հուսում եմ չեմ ունենա Փառք Աստծո ճակատագրական սխալեր մեր երկրի համար այսպիսի որ մեր ժողովուրդը կարողացավ խաբել մեր ժողովրդին մեր ժողովուրդը Դուք խաբվել եք այ դա է ուզում հասկանալ դուք ընտրել եք երբևէ Փաշինյանին Ես ոչ ես նրան երբևէ չեմ ընտրել երբևէ երբ ես Այն էйֆորիայի ժամանակ էլ չեք ողջել երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի ես ընդհանրապես իմ մասնագիտությունը ինձ սովորեցրել է էմոցիաներով չղեկավարվել այլ ղեկավարվել հավասարակշռված մտածելով
Եվ ես էմոցիաները երբեք չեմ դնում իմ որոշումների հիմքում։ Էմոցիան իհարկե դեր ունի մարդի կյանքում, ես էլ ունեմ էմոցիաներ, բայց երբ պետությանը վերաբերող որոշումներ կան, հետեղ ինձ մոտ էմոցիաները դեռ չեն խաղում, այո, ես սա հաշվարկով մտածում եմ ինչպես քայլերի հետևանքները։ Երբ այս իշխանությունները, այս մարդիկ եկան իշխանության, իհարկե ես գիշեր-ցերեկ որպես օմբուդսման պարտավոր էի աշխատել եւ աշխատում էի այդ ժամանակ գիշեր-ցերեկ նրանց այդ ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության եւ անընդհատ գնում էին քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածների պահման վայրեր, այս մարդիկ ձերբակալվածների պահման վայրերում էին, մեկին պահում էին ավտոմեքենայի մեջ, զանգում էր, խնդրում էր եւ այլն, այսպես դե մեր պարտականությունները պետք է անեինք, բայց որ հիմա հիշում եմ իրանց վիճակը այն ժամանակ, ինչ ձև էին իրանց պահում։ Հիմա ինչ սարսուր խեղճ բանարած, այն որ մեզ հենց տենում էին աշխարհի երջանիկն էին դառնում, որովհետև դե մի կողմից մենք մեր գործը անում էինք, մենք էլ արժանապատիվ միշտ մեր գործը արել ենք, բայց հետո երբ եկան իշխանության ես տեսա նրանց վերաբերմունքը մարդու նկատմամբ, ինչ են անում եւ այլն, սարսափելի տպավորություն ես ունենում, թե ոնց կարող է մարդ փոխվել, այսինքն ոնց կարող է մարդ ցույց տալ ինքը լրիվ ուրիշ է, հետո ամբողջությամբ փոխվել, բայց այդ երևի թե այդ մանրամասն աշխատանքն է ինձ թույլ տվել, որ ես որոշում կայացնեմ երբեք նրանց չընտրել, որովհետև նրանց այդ անկայունությունը, բացարձակ ծրագրեր չունենալը, որոշումների փոխելը, շանտաժը եւ այլն անընդհատ եւ ինչ որ մի զգացողություն այդպես եղել է, որ ինձ միշտ հետ է պահել ոգևորվելուց նրանցով եւ որպես քաղաքական նրանց մեր երկրի համար որպես քաղաքական իշխանություն նրանց տեսնելուց ես երբեք այն ինձ մոտ դա չի եղել եւ միգուցե որոշ ժամանակ փորձում էի հասկանալ արդյոք իրոք հնարավոր է թե չէ միգուցե ստացվի բայց շատ արագ հասկացա որ ոչ չի ստացվելու այդպես չէ եւ դա իմ նաեւ աշխատանքը ցույց տվեց տեսեք սա է նաեւ ինձ ինչն է նաեւ ինձ բերել առասարակ քաղաքականություն ոչ թե կլասիկ կուսակցական գործունեությունը կամ որ մանկուց երազել եմ քաղաքական գործիչ դառնալ, չէ, այդպես չի եղել իրականում, այլ մարդկանց խնդիրները, մարդկանց կոնկրետ խնդիրները, մի դեպքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արգելքների տակ լինելը, վարկերի տակ հետո բանկերի ձեռը կրակը, որ ընկնում են, պետական մարմինները մարդկանց չլում են այս մի տեղից այն մի տեղը պինգ-պոնգի գնդակի պես գնում աստե բողոքում են հարցը չի լուծում, գնում անդե վերջում էլ անունը կպցնում են կլյաուզնիկ, ասում են էսի բողոքավոր է ու վերջ, այդ մարդը այնքան է հոգնում, զզվում է, ասում է դե դուք էլ ձեր խնդիրներ դե գնացեք դուք էլ հիմա դա համատարածա շատ է մեծ տուգանքներ են դնում մարդկանց վրա պատժի չափ եւ այլն այ նման բաներն էր ինձ բերել քաղաքականություն լուծելու պատրաստակամությունը ու այսպես ցանկությունը եւ հանձնառությունը Պարոն Թաթյան հիմա որ լսեմ որ դուք Փաշինյանին այն ժամանակ էլ ոգևորված չեք եղել իրենով եւ ըստ էության չեք ընտրել ես ասելուն տեսակ եւս մի ապացույց որ ինքը Սերժ Սարգսյանի մասն է նայեք նախ առաջինը ես նրան չեմ ընտրել նրանով ոգևորված որովհետեւ ես առաջինը մտածում եմ որպես մասնագետ Նման հարցերում ես փորձում եմ հասկանալ իմ երկրի համար հստակ իրատեսական քայլերով այս մարդիկ կկարողանան կառավարել թե չէ։ Իսկ ձեր ասածը ասենք սա նրանց հորինած թեզն է։ Ես այդքան այն որ մեռել եմ ասելով որ այդպես չի որ իրականում այդպես չի։ Ես որևէ մեկից երբեք կախված չեմ եղել։ Երբեք կախված չեմ եղել։ Բան ուղիղ դարձ քան որ համացանցում ամեն քայլի հանդիպում եմ։ Միշիկի մարդն ասում են։ Ես մի անգամ ասել եմ, եթե տենց լիներ ես խոհանոցից իմ լայվերը կանեի էլի ես օրինակ ձեր ասած մարդուն ես կյանքումս չեմ էլ տեսել Միքայել Մինասյանին չեք տեսել Չեմ ճանաչում ես նրան բայց Սերժ Սարգսյանին հո տեսել եք այո պաշտոնական ես որտեղ փոխնախարար եմ եղել պաշտոնական հանդիպումներ են եղել եւ այլն հիմա այս կառավարության երկու փոխվարչապետերը երկուսն էլ նախկին են այս կառավարության անդամների ահագին մասը չգիտեմ այնտեղ նախարարներ նախկին ՀԿ-ի անդամներ падգամավորներ եւ այլն ասենք падգամավոր կա օրինակ Գագիկ թե Գուրգեն Մելքոնյանը չէ այդ մարդը իմ մոտ ասոցացվում է կաշառակերության բանակը թալանելու հետ ես որ դրան տեսնեմ բարևը կապսոսանտ չէ ասում են բարևն աստծունն է բայց ես որ այդ մարդուն տեսնեմ կապսոսած բարև տաս
որտեվ արժանի չի այդ մարդը։ Մեր բանակում սննդի բացակայությունը, ֆորմաները չկարողը չլինել, բողոքում եք ասում, այդքան որ բողոքում են եւ այլն, այ նա իմ աչքի առաջ նա առաջին պատասխանատուներից է։ Բերը նստացրել է ազգային ժողովի падգամավոր, ասենք ինձ ինչ են ուզում դրանով ասել, իբր ես բան եմ, sense նախքին այդ իրանք որ հիմա մեջ ճպճպում են, այդ նախքինը ինձ էլ է վերաբերվում։ Բայց դա գիտեք նախ ինձ վրա դա ընդհանրապես չի ազդում, որովհետեւ ես հպարտ եմ իմ կենսագրության ամեն մի րոպեի համար։ Մեծ բաց པարզ ճակատով մարդկանց հետ հիմա խոսում եմ, հիմա էլ ասում եմ, որ հպարտ եմ, իմ աշխատելը բոլոր ժամանակահատվածներում, տարբեր տեղերում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում աշխատել եմ ՀԿՆ-ում, միջազգային կառույցներում աշխատել եմ, դատական համակարգում աշխատել եմ, իրավապահ մարմիններում աշխատել եմ, համալսարանում դասախոս եմ եղել եւ հիմա էլ Հայաստանից դուրս աշխատել եմ, աֆրիկյան երկրներում, եվրոպական պետություններում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սովորել եմ 3 վայրերում, Եվրոպայում, Ամերիկայում ու Ռուսաստանում ու Հայաստանում։ Տեղյակ եմ, իմ փորձը թույլ է տվել հասկանալ աշխարհում ինչպես են համակարգեր կայացնում, աշխարհում ինչպես կարող են ձախողվել այդ համակարգերը եւ ոնց անես, որ թույլ չտաս։ Ես ղեկավարել եմ այդ առաքելությունները եւ մասնակցել եմ այդ առաքելություններին։ Իմ պետությանը ծառայել եմ, աշխատել եմ փոխնախարար, ամեն ինչ արել եմ իմ պետության համար, դրսից, այն որ ծիտնել մի հատ թռնի, փորձել եմ հասկանալ ինչ կա թե իմ երկրի համար, գտել եմ բերել եմ իմ երկիր։ Խոշտանգումների բարեփոխման հոդվածը ես եմ առաջին անգամ զեկուցել ազգային ժողովում։ Բարոյական վնասի հատուցման համակարգը ես եմ զեկուցել, որ ներդրվել է, չգիտեմ, եվրոպական դատարանում հատուկ դատավոր եւ այլն, այսինքն այս ամենը ինձ հնարավորություն է տվել հասկանալ պետությունը ներսից։ Ռիփսիմե ջան, այսինքն ես հիմա որ հայտ եմ ներկայացրել, ես ու հենց այնպես քայլեր չեմ անում։ Ես միչև վստահ չեմ լինում, որ ես քայլը կանեմ ու հաջողելու եմ, ես այդ քայլը չեմ անում։ Պետական համակարգում իմ աշխատանքի ժամանակ չկա որևէ դեպք, որ ես որևէ մի բանի մատս կպցնեմ ու չհաջողեմ։ Ես ինչով որ զբաղվել եմ, ինչ որ արել եմ, տեսեք, պատասխանատու ասում եմ, ինչ որ արել եմ, ամեն ինչ հաջողել եմ։ Ես այսպես խոսում եմ, երբեք չեմ թույլ տվել նման բաներ ասել, որովհետև միշտ համեստություն եք արել, հա։ Եթե ասենք համեստություն, չեմ մարդիկ իրաց չարածներն են ասում, պարոն Թաթարյան, ասեք։ Ես այդ բառը չեմ սիրում, որովհետև ասեմ ուղղակի, որ ես չեմ արել երբեք իմ արածների մասին չեմ խոսել, բայց հիմա պատասխանատու ասում եմ, չի կարող որևէ մեկը ինձ մի բան բերել, որ ես սկսեմ անել, զբաղվել այդ հարցով ու իմ մոտ չստացվի։ Միշտ ստացվել է։ Ես որովհետև ես մի հատ սկզբում լավ մտածում եմ, ես այդ կարամ անեմ թե չէ, հաշվարկում եմ մանրամասն։ Եվ քայլը երբ անում եմ, նշանակում է ես իմ մեջ 100% համոզված եմ, որ ես դա կարողանալու եմ անել ու վստահ գնում եմ առաջ։ Եվ հետագայում արդեն որպես մարդու իրավունքների պաշտպան, դրանից հետո միշտ նորից էլի անկախ նրանից ես պետական պաշտոն եղել եմ թե չէ, ես միշտ աշխատել եմ հանուն իմ պետության, իմ ժողովրդի, այն որ տեղդ չես կարող տիտիկ տաս նստես։ Ես մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելուց հետո որպես միջազգային նաև փաստաբանական գործունեություն անող մենք Վաշինգտոնում դատի ենք տվել ֆեդերալ դատարանում Ալիևի ընկերոջը, որը մեծ ազդեցություն ունեցող մարդ է, մեծահարուստ է եւ այլն։ Դրանից հետո մեր նկատմամբ հետապնդումների փորձեր են եղել եւ այլն։ Երուսաղեմում մենք հայկական թաղամասի 25%-ի հետ կապված կովերի պարտեզի մեր Սփյուռքի, մեր հայ համայնքի շահերի համար Թել Ավիվում դատական գործ ենք բացել, Մեծ Բրիտանիայում դատական գործ։ Մենք շատ մանրամասն ուսումնասիրում ենք որպես փաստաբաներ, ուզում ենք Շարլ Միշելին դատի տանենք։ Տեսեք, ես սա չեմ ասել, որովհետև ես մտածում եի այ մարդ, դու Եվրոպական միության այդպես բարձրաստիճան պաշտոնատար անձ ես։ Մենք քեզ ամեն օր ասում ենք, որ Արցախում ման կա, Ադրբեջանը այդքան ատելության թշնամանքի քաղաքականություն է իրականացում, ցեղասպանություն է լինելու։ Դու ուր ես այդ հարցը տանում առաջ։ Ինչ կապ ունի դու քաղաքական այդտեղ ազդեցություն ունես եւ այլն։ Դրա համար, տեսեք, դրա համար ինձ համար նշանակություն չի ունեցել ես որտեղ եմ եղել։ Իմ համար այդ պետականության մարդ լինելը, ասենց ֆանատիկ ձևով իմ մեջ նստած է։ Ես երբ գնում եմ օրինակ միջազգային հանդիպումների, նույնիսկ որ պաշտոնական արարողակարգերի ժամանակ լինում է օրինակ Հայաստան բառը
կամ դրոշը գետնին է դրած լինում, որ գնա ամեն մեկը կանգնի իր երկրի դրոշի վրա, որ լինի համակարգված։ Ես երբեք չեմ կանգնում, ես գնում եմ անպայման դրոշը վերցնում եմ կամ Հայաստան գրածը դնում եմ իմ գրպանը, ես նոր կանգնում եմ այդտեղ։ Ես որտեղ եղավ գրած ցուցանակը Հայաստան բառը, ես երբեք այդ իմ հետևից չեմ թողնում այդտեղ։ Ուզում սեղանին դրված, ես միշտ մտածում եմ, ում կեղտոտ ձեռքերով էս Հայաստան բառը վերցնի, անկեղծ եմ ասում, հիմա որ խոսում եմ մարմինս փշակաղվում է։ Ես միշտ վերցնում եմ դնում եմ իմ գրպանը ու գնում եմ, որ չեմ թողում ինչ որ մեկը ձեռք տա։ Իմ համար իմ պետությունը սրբավայրի պես թանկ է, ես սա իմ մեջ այնքան կոդով նստած է սա, եւ դրա համար այդ որ տենց խոսացողները, գիտեք, ինչի ասա Փաշինյանը հնարել։ Հետ գանք այդ թեզին, չէ՞։ Որ ծածկի, որ ինքը Ալիևի տեխնացուն է։ Ինքը իրոք Ալիևի տեխնացուն է։ Ես այնքան դա տեսնում եմ, ոչ թե հենց այնպես խոսում եմ։ Ինքը Ալիևի անձամբ պաշտպանության տակ է։ Ազգային ժողովի նախագահը, չէ՞, որ սիրում է մարդկանց վրա թքել։ Այդ ազգային ժողովի նախագահը ասում է, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը չպետք է խաբվի, իրանք նկատի ունեն իրանք անձամբ, ոչ թե նկատի ունեն Հայաստանը, այլ իրանք անձամբ անվտանգության երաշխավորը, այո, Ադրբեջանն է, միանշանակ, որովհետև տեսեք, մենք փաստերով պարզել ենք, թե ոնց է Ադրբեջանը ատամներով պաշտպանում ու ուզում է ամեն ինչ անում է, որ ընտրվեն, ասում է բերեք սպառնանք պատերազմով, բերեք համանդրության մեջ գրենք, որ իրանց տարածքները կճանաչենք որպես Ադրբեջան, գնանք կռիվ կանեն, կզոհվեն, բան։ Այսպես է հիմա ադրբեջանական այս օրակարգը լցված։ Ես Եվրամիության դեսպանին նամակ եմ գրել, ասում եմ, դուք ասել եք Ռուսաստանն է միջամտում, հարց չկա, մոնիտորինգ արեք, հանենք մեջտեղից, բայց Ադրբեջանն էլ է միջամտում։ Ինչի՞ եք դուք անտեսում դա։ Պարզ է, պարոն Թաթյան, ձեր խոսքում ֆիքսեցի, որ ասացիք դե էմոցիաներով չառաջնորդվող մարդ եմ, բայց չեք կարծում, որ այս քարոզարշավը դրա պահանջարկը կա այդ էմոցիաների ու նաև դրա մասին, հա, որովհետև տեսեք ինչ անում Փաշինյան։ Ասենք դուք չեք կարողանում, դուք էլ մի հատ ավտոյի թափքի վրա ասենց կանգնեք ու շատ մելամաղձոտ ձայնով ասեք ես ձեզ սիրում եմ։ Իհարկե շատ նման չկարողացա անել, բայց այդպես լաց հակումած ձայնով դուք էլ ասեք դրա պահանջարկը կա։ Այդտեղ պետքա մաներ շարել, տես տարբեր տեսակի, եթե պաշտոնները տես նյութական են դնել, փողեր դնել, պաշտոններ դնել, ու տեղ ասել, հա, իրանց խոսա։ Այդտեղ կլինի, հա։ Դա իրանցն է, չէ, իսկ էմոցիաները բնականաբար պետք են եւ ինձ հատկապես էմոցիաների տեղը գիտեք, ոչ թե դա լաչառություն է, դա ուղղակի այդպես լրփանալ է, լաչառություն է եւ այլն։ Ինձ համար էմոցիաները մեր քաղաքացիների մոտ են։ Օրինակ, երբ ես գնում եմ քաղաքացիների մեջ, գիտեք ինչն է հատկապես հաճելի, որ ասում են լավություն արա գցի ջուրը, պետք կգա մի օր։ Ինքը իրան գգա քո դուռը։ Հիմա ես դա նենց եմ զգում իմ հետ կապված, երբ ես մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել։ Դիքը հարցեր եք լուծել, տեսել ենք, հա, որ մոտեցել են, ասել են վայ տղուս հարցը լուծեցիք։ Հազարավոր մարդկանց լավություն եմ արել, երբեք չեմ մտածել, որ այս մարդը հետո մի օր պետք կգա ով այն չեմ ճանաչել ընդհանրապես։ Այդտենց պիտի երկրի ղեկավարը լինի, քո համար պիտի կապ չունենա, քո աղբերն է, ընկերն է, ով է, լավ մասնագետ է, լավ մարդկային հատկանիշներ ունի, արժեքներ ունի։ Եվ ամենակարևորը պետականությանը նվիրված է, վերջ թեման փակա։ Ինքը պետքա գա հստակ աշխատի։ Եվ երբ գնում ես մարդկանց մոտ, ասենք, գիտեք ինչն է հաճելի շատ, այ դա չես կարողանում թաքցնել այս էմոցիաները։ Տենում ասենք փողոցից է ընկում գալիս, օրինակ Գյումրիում մի տիկին ասում է, ես ձեզ թիկունքից ճանաչեցի, եկա որպեսի տեսնեմ շնորհակալություն ասեմ։ Ասենք այդ տիկնոջը այնքան ուզում է շնորհակալ, այնքան էս այդ բան շնորհակալ, որ ինքը հիշել է, կարար չէ չհիշել։ Ես երբեք չէի իմանալու դրա մասին, չէ։ Եկա, ասեց դրանից հաճելի բան չկա եւ առասարակ ես մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ իմ այդ աշխատանքն է ինձ առաջին անգամ տվել զգացողություն, որ ինչքան հաճելի բան է, երբ դու ուրիշի ես օգնում։ Երբ դու կարողանում ես անել այնպես, որ ուրիշի կյանքը փոխվի, այլ մարդու կյանքը փոխվի։ Իսկ ինչ որ անում է այսօրվա ղեկավարը, դա ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը, դա ուղղակի ինքը իր պաշտոնն է ցույց տալ, ինքը ոնց որ գիտեք, իջ այդ ինստինկտը քաղաքական պաշտոնի վերարտադրվելու այնքան է ինքը այդ մոլուցքով տարված, որ մնամ պաշտոնի, որ այ տենց է պահում իրան։ Հասկանում եք, ես օրինակ
Իսկ եթե պետքա կլացի, եթե պետքա կլացի, բանկանի, ոտերը կընկնի, ծնկաչոք կգնա, շորերը կճղի վրայից, ամեն ինչ կանի, ես ուղղակի ամեն ինչի հավատում եմ։ Ինձ մոտ օրինակ բոլորովին այլ է։ Ես իմ պաշտոնի համար մտածեմ իմ պաշտոնի մասին։ 1000 տարի պետք է, իմ համար իմ պետությունն է կարևոր։ Եթե այդ պահին պետք եկավ քայլ, ես իմ պետության համար, իմ հանուն իմ արժեքների նաև, իմ արժեքները որոնք են՝ հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրում ընտանիքին, չգիտեմ, նման բաներում, եթե ես այդ իմ արժեքների մեջ եղավ, ես երբեք չպնայի պաշտոնին։ Դուք կարծում եք ես 2018 թվականից հետո, եթե տես կեղծավորություն անեի, ես ինեի այն անեի հեռու ինձանից իհարկե։ Ես հիմա այս մարդիկ ինձ մի հատ պաշտոն չէին առաջարկելու։ Իհարկե։ Բայց ես հասկացա, որ այսինքն իհարկե առաջարկելու են, բայց ես երբեք չէի գնա դրան, եւ ես ասեմ, դες եղել են առաջարկներ, այդ թվում եղել են առաջարկներ, մի օր հավանաբար ավելի մանրամասն կխոսեմ։ Ինչ են առաջարկել։ Առաջարկներ եղել են, որ նախ գլխավոր առաջարկային էր, որ նախ վերընտրվելու առաջարկներ ամենամեծը, որ այսպես փորձում էին գայթակղել, որ այ դու մենք վերականաշանակենք քեզ, բայց դու պետքա ՔՊ-ի այդ գծի մեջ մտնես եւ ինձ հետ բարբերաբար գալիս այդ ժամանակ մի քանի իրենց պաշտոնյաներից ում հետ ես նախկինից ճանաչում էի, փորձում էին այսպես անձնական բանով գալ եւ ասում էին, որ դե հանրային այդ հեղինակությունը որ շատ բարձր էր, խանդը առաջացնում իրան մոտ էլի, խանդը առաջացնում, դե ինքը թեև ինձ անձամբ ճանաչում է բնականաբար ու ես ասեմ ձեզ վախում է իմ մասնագիտական ուժից, խոսքից եւ դա շատ է զգում, որտեւ ես երբ ես մարդու իրավունքների պաշտպան, ես բոլորին έτσι էի դրսնում, ինձանից բոլորը սարսափել վախում էին, հանկարծ մի բան ասեի չանեին, գիտեք միջև վերջ հետևներից կգնայի այն օրը կգցեի իրանց, շան օրը կգցեի, իրանք էդի լավ գիտեն բոլորը, բայց ես շատ ազնիվ եմ գիտեք աշխատել հետները։ Ես միշտ գնում ասում եի, եթե դու պետք է անես, եթե չես արել, ինձանից չնեղանաք։ Պրծում չկա ու ինձանից չնեղանաք։ Միջև վերջ գնալու եմ ձեր հետևից։ Հարցս պետք է լուծեք։ Քանի անգամ եղել է այդ ֆինանսավորման կրճատման հետ կապված եւ այլն։ Գնացել եմ կառավարության նիստի, բոլորը նստած, ես էտել եմ իմ մոտ, ես այդ հարցերում լրիվ անվախ եմ, ես ոչ մի խնդիր չունեմ։ Գնացել եմ ուղիղ ասել եմ, երևի ձայնագրություններն է կար։ Ամեն ինչը ես հատիկ ինչ որ եղել է ասում եմ։ Ուղիղ նստելու ասել եմ, այս հարցը պետք է լուծեք, եթե չեք լուծել, ես միջև վերջ գնալու եմ, հանրությանն եմ ասելու, միջազգային եւ այլն բոլոր աջակցություններին դիմել եմ։ Չհավատացին, քվեարկեցին, գնացի ասուլի սարի, ես շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը աջակցեց միջազգային կառույցներով եւ այլն, չկարողացան անեն։ Այսինքն գիտեք, այստեղ ինչն եմ այսպես հետ գալով ձեր հարցին, որ սրանք այդ բանը ունեն իրանց մեջ ինստինկտի էլի, որ եթե այս մեկից վտանգ է գալիս, կարող ենք ազատվել ինչ որ մի ձև կամ պաշտոն առաջարկենք, բան անենք, ձեն բան կլինի։ Շիփշի անելով բաման բերենք։ Բացի մի պաշտոնից ուրիշ ինչ էին առաջարկում։ Ուրիշ որևէ չի եղել, որևէ բան, իրանք չեն հասել դրան։ Չեն հասել։ Որովհետև Իսկն հասկացել եմ, որ գլխավոր առաջը բանը այդ էր, որ դու մի քիչ քեզ ավելի իջեցնես այդ հրապարակայնությունը, ամենաշատը խնդրում էին, որ իջեցնեմ հրապարակայնությունը։ Իսկ ինչի իջեցնեմ, որովհետև իրանք հասկանում էին, որ այդ հրապարակայնությունը իջեցնելու դեպքում կկարողանան ինձ արդեն ճնշել։ Ես էլ էի հասկանում, որ հենց իջեցնեմ, ժողովրդի աջակցությունը կիջնի, այսրան գլուխ կբարձրացնեն։ Ու կդառնա կամակատար սովորական օմբուդսմեն, որը իրենց ձեռնտու կլիներ, պարզ է։ Ես այդպես բան չէի կարողանում։ Պարոն Թաթյան, դուք մի թեմայի հետ կապված էլ շատ աղմկահարույց բացահայտումներ արեցիք, ասուլիս հրավիրեցիք հրատապ եւ ցույց տվեցիք նկարներով, թե ինչ ադրբեջանական ներխուժումը ինչպես է եղել օգոստոսի 8-ից մի ամիս առաջ։ Դրանից հետո դուք տեսաք, թե ազգային ժողովում ոնց կտրականապես հերքեցին Պապիկյանով, մնացած ամբողջ թիմով, այն Վահագն Ալեքսանյանն էլ մտավ Facebook-ում գրեց, որ Թաթոյանը իր ասուտը առաջ տանելու համար քիչ ամնում մի հատ բահ առնի, գնա ադրբեջանական դիրքերը փորի, որ գնա ցույց տա, որ դիրքերը կան։ Հիմա հարց, որ այդքան տենց հերքեցին ամբողջ թիմով անարեցին, ձեր մոտ ցանկություն չառաջացավ Պապիկյանի ձեռքից բռնել եւ տանել տեղում ցույց տալ այդ ամեն ինչ, եթե չեն ուզում նկարով ընկալեն։ Չէ, կարծում եմ պատիվ կբերեր իր ձեռքից բռնած տանել որևէ բան ցույց տալը, բայց այդ լուսանկարների հետ կապված տեսեք հələ իրանց էությունը ոնց է երևում էլի արբանյակային լուսանկարներով, չէ, ինչ կա դրանից ավելի հավաստի, չկա ոչ ման արբանյակային լուսանկար, չէ,
ցույց ես տալի, ասում ես Ադրբեջանը դիրք է կառուցել, մեր տարածքների մեջ ամրանում է արևային պանելներ է կառուցում, նոր ճանապարհներ է կառուցում, թաքստոցներ է կառուցում, անգամ հարցակման համար է հնարավոր նախապատրաստում, ջերմուկում, Վարդենիսում եւ այլն, չէ՞։ Այն աստիճան падոշ, որ ասի սուտ է։ Այն չես կարող, այդպես մարդիկ կան, չէ՞։ Ես ունեք այդ մարդկանցից միշտ խուսափում եմ նման մարդկանց, այդ չեմ շփվում երբեք, որ որ ասում ես, մեկը վրան չես կարողանում։ Մեկը ասում է սուտ է, որը եւ գիտեք, այստեղ ոչ միայն ինքն է ասում, այլ տարբեր պատգամավորներ, բայց կրկնում են թութակի նման, հա։ Ես ի վերջո ապացուցեցի, որ ես ճիշտ եմ։ Ինձ հետ էին լրագրողները, այդ շատ կարևոր էր։ Civilnet, Ազատություն, հետաքննություն արեցին, հստակ նույն բանը ցույց տվեցին եւ արեցին Թաթուլ Հակոբյան լրագրող ֆակտորը, այո, չմոռանամ հանկարծ։ Եվ շատ շնորհակալ եմ, որ նրանք մանրամասն ցույց տվեցին, որ իրականում ապացուցեցին, որ ես ճիշտ եմ։ Այստեղ մենք երկու բան ապացուցեցինք։ Իմ համար ինչն էր կարևոր այստեղ, որ նրանք խափում են եւ ամեն տարի տարածք են կորցրել։ 2025-ին էլ ենք տարածք կորցրել։ Գիտեք, ասենց մի հատ անեկդոտ է, ճիշտ է, վատ օրինակի հետ է կապված, բայց դրանց այդ մեր երկրի տարածքը չէ, ամեն միլիմետրը կարևոր է, արա մեր տղեկը գնացել են, կռվել են, ամեն մեկը մի հատ բանա կյանքա տվել ամեն միլիմետրի համար, չէ՞ որ հետ չնահանջի, ամեն միլիմետրի համար կյանքա տվել, բան են անում, ասում են շատ քարոզիչ ասում են, դե լավ, այդ ինչա որ ասենք, այնտեղ մենք հաշվել էինք 3000 քառակուսի մետր անում, մեր գործընկերներից է լրագրող 73 կարծեմ կիլոմետր հետքներ կարծեմ հաշվել 70 կիլոմետր, ասենք բանա, չէ, փոխանակ մտածեն, որ այդտեղ ռազմավարական ավելի անվտանգությունը մեր խոցելի է դարձել, ճանապարհներն են սկսում ավելի վերահսկել, Սոտքի հանքավայրը, գյուղեր, բան եւ այլն, ասում են, բանա, դե դա շենա 200 կիլոմետր արդեն բանա օկուպացրել են, անեկդոտի նման, որ ասում է, չէ, ներողություն, Իվան Վասիլևիչ меняет профессию, այդ Իվան Աղեղի հետ կապած, որ ասում է, о, господи, ասում է, այդ ինչ տարածք է, пускай забирают, боже мой, բան։ Այսինքն, տեսեք, արժեք չունի նրանց համար այս բաները։ Այս է կարևորը չբողոքեն, են 30, հա, ասում է դա լավ, ասում է տարվա կեսը ջուն է այդ սարը, հիմա բա մեզ պետքա որ դրա համար կռիվանենք, հիմա լրիվ այդ վիճակն է, բայց տեսեք, այդ անվտանգային լուրջ խնդիրների հետ կապված, երբ որ բարձրացնում եք, ասում եք անվտանգային խնդիրներ կան, ինչ ասում Փաշինյանը։ Հիմա ասում է, մայիսի 28-ին կանենք զորահանդեսը, կտենաք թե ինչ թույն զենքեր ենք բերել, բանակը ոնց է կամրապնդում։ Այդտեղ ինչ-որ ձեզ անակնկալներ սպասվում են, թե էլի առանց մարտագլխիկների բաներ են բերելու, հրթիռներ են բերելու, որոնց բաները չկան։ Նախ այդ անվտանգության հարցերը, որ ասում եք, ստե մի կարևոր բան կա։ Սրանք անընդհատ այդ սահմանազատման հանձնաժողով են, չէ՞։ Մեզ բանանը, որ սահմանազատման հանձնաժողովը եւ կլինի, հա, ամբողջը կընկնի տեղ։ Այդ սահմանազատման հանձնաժողովը ամբողջությամբ կեղծիք է։ Դա կեղծ process է, որովհետև դա իրականում չի բերելու մեր տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը։ Դա իմիտացիա է հանուն նրա, որ ժամանակի ընթացքում մոռացվի այդ հարցը, որովհետև այսինքն այդքան միամիտ ենք մտածենք, որ բերե այդքան արևային պանել են դրել, փոսեր են փորել, դիրքեր են կառուցել իրանց եւ այլն, որ մի հատ ինչ որ հանձնաժողովի ասելով դուրս գան։ Այս հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, բայց նես իշխանություն պետք է լինի, որ մինչև դու այս հարցը չբերես օրակարգ, ուրիշ ծրագրեր չես իրականացնում։ Եվ դա հնարավոր է։ Գան ամրապնդվեն, որ մի հատ էլ վերջում ասես դե լավ, հանձնաժողովով կորոշենք, էլի, ասենք մտնելը թողում են, հետո բան են անում։ Հա, ինչ վերաբերվում է ձեր ասած հարցին, այդ զորահանդեսի հետ կապված, սա մայիսի 20-ին։ Հա, նա մեր ուղղակի զինվորներին, մեր զինվորականները, եթե այդպիսի միջոցառում անեն, բերելու են ուղղակի որպես գործիք օգտագործեն իրենց նախընտրական քարոզչության համար, որովհետև նրանց համար մարդ նորից եմ ասում, արժեք չունի։ Իսկ այդ զինատեսակները դա նես չի նրա ձեռքբերումն է կամ նրան պետք է շնորհիվ նրա եղել, այդպես բան չկա։ Եվ գիտեք, հետո շատ դեպքերում կա, որ անվտանգության համար չեն էլ կարողանում պիտանի զինատեսակներ ձեռք բերել, որ կարողանանք, ասենք օրինակ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նման հզոր պետության հետ դու բանակցություն անես եւ միայն դիտարկող դրոններ ձեռք բերես,
Սա օրինակ ինձ համար չափանիշ է, թե այս իշխանությունը ոնց է մտածում, ոնց է մտածում եւ որ իրականում չի կարողանում հարց լուծի։ Այ մեր ժողովրդի Իսկ հարձակողական զենք էիք սպասում որ հարձակողական չէ, տեսեք, պաշտպանական, բայց ես ինչի եմ ասում, մենք պետք է ունենանք մեր բանակը, մեր անվտանգության հիմքը մեր բանակն է։ Ես ինչի եմ ասում, մենք պետք է ունենանք մեզ պաշտպանելու կարողություն ունեցող բանակը, բայց զսպման կարողություններով։ Այդ ո՞րն է։ Այդ այնա, որ դու այնքան հզոր ես, որ դու կարողանում ես քո անվտանգությունը պաշտպանես, ու եթե որևէ մի պետություն հանգարց մտքով անցնի ոտնձգել քո նկատմամբ, նենց մի հատ վնասա կրելու, կոլապսի ես դաժե ենթարկելու, որ 10 անգամ է մտածելու հարձակվի, թե չէ, այս սա է զսպման կարողությունը։ Մենք պետք է սրանով այս տրամաբանությամբ շարժվենք, ոչ թե այս իշխանության նման Փաշինյանի, որ ասում է ես չլինեմ, պատերազմ եմ լինելու։ Այսինքն դու այնքան ես ձախողել համակարգը, որ շանտաժես հիմա անում մեզ ու հատուկ է սարը, ես կարող եմ չեմ մտածել, որ հատուկ արե 8 տարի լինես իշխանության, պատերազմից հետո էլ 6 տարի լինես իշխանության ու հələ միջև հիմա ասես ես չլինեմ պատերազմ անել։ Բա ուր այդ համակարգը։ Ինչ կապ ունի հակառակը դու 3 պատերազմ, 3 պարտություն ու մի ցեղասպանություն ես բերել։ Ոնց կարող ես մեզ պաշտպանել։ Բայց ոչ միայն այդ խոսույթով է հանդես գալիս, հետաքրքիր էր, որ երեք էլ լսեցի, որ կանգնեց էլի նույն բանը, ինչը որ ասելա 18-ին, ինչ ասելա 21-ին ու այդ խոսույթով եկել է իշխանության, 2026 թվականին ինքը նորից ասում է մարտի 1-ը բացահայտված է, Քոչարյան դու նստելու ես։ Ու ինքը շատ լավ գիտի, որ այս դեպքով մարտի 1-ի գործով արդարացման վճիռ կա, գիտեք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց իրենց բանը եւ լիազորությունների վերազանցման հարցով էլ դիմեցին, պարզվեց, որ ժամկետից դուրս է եւ այլն։ Այսինքն այդ գործը մաքրվել է, իբր բացահայտվել է, բայց ոչ մեկ չի պատժվել, մեղավորները չեն պատժվել եւ այլն։ Հիմա ինչ է նորից այս նույն պլաստիկան շրջում։ Ինքը մեղադրում է շատերին, չէ՞, տարբեր գործիչների, հատկապես նախկին նախագահներին, ասում է, որ Արցախի հարցը դուք շանտաժ եք անում եւ այլն։ Օրինակ նույն մարտի 1-ի գործը, թե Արցախի հարցը ինքն էլ է շանտաժանում, Արցախը ավելի վատ է շանտաժանում, ավելի կեղտոտ ձևով անում, բայց հիմա տեսեք, այս մարտի 1-ի գործը ինքը իր համար դարձրել է քաղաքական վերարտադրման գործիք։ Իրան չի հետաքրքրում մարդիկ, բացահայտվել եւ այլն եւ այլն։ Ինքը իրան նենց է հիմա պահում, որ ընդդիմադիր գործիչ է եւ ինչ որ հեղափոխություն է անում էլի։ 8 տարի իշխանության եք։ Դատական իշխանություն այնպես անեիր, մանավանդ դու ամբողջը քաշել ես կոդակ։ Ինքը նենց վարչապետ է, որ վերահսկողություն է իրականացնում նաև դատական համակարգի նկատմամբ։ Եվ մենք այսօր ինքը ունեն իրանք դատավորներ, որոնք ակնհայտ աշխատում են իրենց համար եւ այդ վերահսկողությունը պահում են։ Դրանք բավականին շատ են, ասենք իրենք այդ մացուականությունը որ կար նախկինից եկող հիմա նեոմացուականություն է մեր շատ լավ ընկերներից պրոֆեսորներից պարոն Արտուր Ղամբարյանն է շատ լավ ասում որ այդ նեոմացուականությունը որ կա հիմա նորից դատական համակարգում ծաղկում ապրում որովհետև այս մարդիկ նպատակ ունեն ամեն ինչը անեն իրենց օգտին ծառայեցնել, մեղքերը իրենց վրից գցել եւ այլն, իսկ դա անում են մաքրվում են այդ միջոցով եւ այս մարտի 1-ի գործով էլ ինքը պահել է հիմա որ մեզ ժողովրդի շանտաժ անի, տարբեր դրանով ինչ-որ ընդդիմադիրների խոսա, իր հանուն, իր շահերի խոսա եւ այլն։ Իդեպ, քանի որ ընդդիմադիր ղեկավարներից մեկի մասին խոսեցինք, օրերս բաներ արել, Civilnet-ը կարծեմ ուսումնասիրություններ արել, ամենահարուստ վարչապետի տեխնացուների ցանկներ հրապարակել եւ ամենահարուստ 4-րդ տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, 3-րդը ով էր, կարծեմ Կարքին Հայկոն էր, Հայկ Մարությանը, 2-րդը Նարեկ Կարապետյանն էր եւ առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն էր։ Դուք չկայիք, ինչի փող չունեք, հարուստ չեք, դից ունեցվածքներ չեք հասցրել դիզել այս ընթացքում։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ հանուն մեր պետականության, բնականաբար ես երբեք իմ կյանքում երբեք չի եղել մի դեպք, ես չեմ հիշում անգամ մի քոր այսպես կաշառք վերցնեմ կամ հարստանամ պետության հաշվին, ինչ որ բիզնեսից դնեմ պետության հաշվին, պաշտոնյա եմ եղել, ասենք որ sense մտածում ես, բայց առաջարկել են։ Դա ինձանից հեռու է ընդհանրապես, բայց կարող է չէ, օրինակ Պեկին վերցնել մի հատ զանգ անել, երբեք մտքովս չի անցել, երբեք։ Ինձ ոչ մեկ թույլ չի տվել գալ նման բան առաջարկել, ոչ մեկ, որովհետև ես այնպես եմ աշխատում, որ որևէ մեկը չի կարող թույլ տալ նման բան անգամ մտածել, որ նման բան կարող է լինել։ Եվ
ես նաև աշխատել եմ միջազգային կառույցներում, այնտեղ ստացել եմ փառք Աստծո բարձր աշխատավարձներ, միշտ գումարը վաստակել եմ իմ խելքով, իմ կարողություններով եւ ստացել եմ այնքան աշխատավարձ անգամ, որ երևի կաշառք եթե վերցնեի, կարողա այդքան կաշառք չկարողանայի վերցնել, ասենք։ Իսկ ինչ վերաբերում է այսպես այդ գումարին, մենք փառք Աստծո, ես անձնապես միշտ կարողացել եմ այնպես անել, որ իմ ընտանիքը որևէ մեկի կարիքը չի ունեցել, ապահովել եմ եւ այլն, բայց այս process-ի համար իհարկե շատ գումարներ է պահանջվում եւ մենք ես հպարտ եմ, որ իմ անցած ճանապարհը կենսագրությունը նաև մեր թիմինը հնարավորություն է տալիս այնպես աշխատել, որ մեզ մարդիկ վստահեն եւ այո գումարով աջակցեն, բայց փառք Աստծո, որ դրանք եւ այդպես ես հատուկ եմ այնպես արել, որ մի հոգի չլինի։ Ես կարող եի գնալ որևէ մի օլիգարխի դիմել, օրինակ այս իշխանությունը 40 հարյուրավոր անգամներ մեզանից շատ է ծախսում, չէ՞։ Երևի որ նայենք, ասենք, համեմատենք երկու ամենահարուստ երկու քաղաքական թիմերը կամ 3, այս մարդիկ չես հասկանում, իրանք են ավելի շատ ծախսում, թե նրանք, որը հələ մի հատ էլ ասում են մենք կաշառք չենք վերցնում։ Բայց դուք կոռուպցիա չկա, կաշառք վերցնում եք, չեք վերցնում, բայց փողերը որտեղից ես։ Օլիգարխներ կան, չէ՞, ինչ որ երևի, չգիտեմ, ովքեր կան, կազինոներում են, որտեղ են սավորետ եք խոսում, ֆինանսավորում են, որտեղից ձեզ այդ գումարները։ Իսկ մենք ունենք մեկից ավելի շատ ունենք աջակիցներ եւ տնտեսելով այսպես առաջ են գնում որպեսզի կարողանանք պատվով հասնել մեր հաղթական ավարտին։ Կախում չեք ունեցել ինչ որ կոնկրետ անձից դրա համար մի հոգուց փոխեք։ Ես այս քաղաքական process-ը սկսելուց առաջ շատ աշխատանքներ եմ տարել, որպեսզի ես չունենամ հանկարծ մեկ ֆինանսավորող կամ մեկ մի քանի եզակի։ Հանդիպումներ եմ շատ ունեցել տարբեր մարդկանց հետ, Սփյուռքում, Հայաստանում եւ այլն։ Իմ անձնական միջոցներից եմ նաեւ ներդրումներ անում, մեր գործընկերներն են անում, մեր թիմի անդամներից են անում, նրանց ծնողներից, բարեկամներից եւ այլն, տեսեք, եւ մենք բոլորով հիմա կպած այդ սկզբունքով ենք աշխատում։ Ես սրա մասին պարզ ճակատով ասում եմ, որտեղ օրինակ մեր թիմակիցներն գիտեն այդպես է։ Բոլորը գիտեն, ես ինձ ինչ պիտի թաքցնեի։ Այս ամեն ինչ այնքան բաց է եւ այդպես փառք Աստծո, որ ասում եմ ձեռքներս քարի տակ չի գնալու ենք առաջ։ Կարող հարց ունենք լուծելու։ Պարոն Թաթյան, ընդդիմադիրներին շատ քննադատում են, որ դուք նոր ծրագիր չունեք Փաշինյանի վարած քաղաքականությանը, այլընտրանք չեք ներկայացնում։ Տեսեք, տարբեր քաղաքական ուժեր թրիփի խաղաղության պայմանագրի հետ կապված ըստ էության ասում են, հա, մենք կգանք էլի խաղաղության պայմանագիրը կկնքենք, ուղղակի երաշխավորներ կբերենք, դե նկատի ունեն Ռուսաստանը։ Հիմա ձեր մասով արդյոք չկա ինչ որ այլընտրանքային բան, ասում են ընդդիմադիրները ասելիք չունեն։ Ըստ էության ասում են, դե դու գնա, ես գամ նստեմ այդ աթոռին։ Տեսեք, դա իրականում ճիշտ բան է մտածել, թե լավ, այս մեկը փոխարինվեց, մյուսը որ գա, ինչ է իր հետ բերելու։ Մենք օրինակ ունենք կոնկրետ ծրագրեր, կոնկրետ այլընտրանք ենք առաջարկում, լուծումներով շատ հստակ, նույն այդ խաղաղությունը, չէ՞։ Խաղաղության մասով։ Տեսեք, այս Փաշինյանը ինչի է խաղաղության կոնցեպտը բերել։ Մենք չունենք իրականում մեր պետությունում որևէ քաղաքական ուժ, որը ասի խաղաղություն չեմ ուզում, պատերազմ եմ ուզում, չկա։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում, ոչ ոք, չէ։ Հիմա անենց է ստեղծել ինքը, որ բոլորը մրցեն իր հետ, այնի ասի խաղաղություն, ավելի բարձր ասի խաղաղություն, այն մեկ անունը դնում է իրական խաղաղություն, մեկ ասում է երաշխավորված խաղաղություն, մեկ ասում է հաստատված խաղաղություն։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է. դու ինչի ես ձախողել մեր անվտանգության համակարգը, որ հիմա խոսում ես պատերազմից, ու մեր խաղաղությունը կախված է ոչ թե քեզանից, այլ Ադրբեջանի նախագահի մեծահոգությունից, այն էլ նրանից, թե դու իր համար 2 մետր բարձր կթռնես, 3 մետր կթռնես, ինչ որ բաներ ես խոստացել եւ այլն։ Հիմա դուք որ գաք ումից է կախված լինելու ձեր քաղաքականությունը։ Առաջին հերթին մեր քաղաքականությունը, մեր խաղաղությունը, մեր ճակատագիրը, մեր հարցերի լուծումը պետք է մենք ինքներս անենք։ Հայաստանը պետք է ունենա իշխանություն, որ բացառապես ղեկավարվում է հենց Հայաստանի շահերով ու կախում չունի որևէ մեկից։ Տեսեք, ես որևէ մեկից կախում չունեմ։ Ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի հետ չունեմ այնպիսի կախվածություններ, որ ինձ կարող է ստիպել ես ղեկավարում եմ ինչ որ մեկի ասածով։ Չկա տենց բան։ Միայն իմ Հայաստանը, իմ երկիրը Ռուսաստանում, բայց փոխարենը ես իմ
Առավելությունը որն է, ես կարծում եմ բոլոր տեխնացուների հանդեպ, ես ունեմ առավելություններ, որ ոչ մի տեխնացու չունի, որն է, ես աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Նախ սկսենք ուսումից, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում, ինչպես դուք ասեցիք մի անգամ գերազանցությամբ։ Այո, գերազանցիկ եք։ Ես հետո սովորել եմ թե իմ տեխնացուական ատենախոսությունը ռուսերենով պաշտպանել եմ եւ իմ առաջին ընդդիմախոսը Ռուսաստանի գլխավոր դատախազությունից էր։ Ես սովորել եմ եվրոպական երկու երկրում խոշոր դասընթացներ եմ անցել։ Ես սովորել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բիզնես դպրոց, իրավունքի դպրոցն եմ ավարտել, այն համալսարանի, որը ավարտել է երկու Ամերիկայի նախագահ Թրամփն ու Հարիսոնը եւ Իլոն Մասկը, եթե այսպես որ ճանաչեն։ Ես աշխատել եմ, հանձնել եմ Ամերիկայում Նյու Յորքի փաստաբանի քննություններ, ես աշխատել եմ եվրոպական 12 տասնյակ գրեթե պետություններում, պատվիրակություններ եմ ղեկավարել, ես աշխատել եմ հետխորհրդային պետություններում, աշխատել եմ 3 աֆրիկյան հանրապետությունում, Միջին Արևելքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ի վերջո Հայաստանում։ Այս ամենը ինձ հնարավորություն է տվել, նաեւ Ռուսաստանում եմ աշխատել որպես Եվրոպայի խորհրդի միջազգային խորհրդական։ Ռուսաստանի արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ գրեթե չասեմ, բայց շատ քաղաքներում եմ եղել աշխատանքով։ Խաբարովսկ, Բարնաուլ, Պիտիգորսկ, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Պետերբուրգ եւ այլն։ Եվրոպայի խորհրդի որպես միջազգային խորհրդական բոլոր տեղերում իրականացրել եմ միջազգային մոնիտորինգի աշխատանքներ։ Այս ամենը ինձ թույլ է տվել հասկանալ Ռուսաստանը ինչ երկիր է։ Ռուսերեն եմ, քանի որ պաշտպանել իմ տեխնացուական ատենախոսությունը, կրթությունս ռուսերեն է, կարողանում եմ լիարժեք հաղորդակցվել, հասկանալ, կապերը պահել, հասկանալ այդ պետությունում Փաշինյանի նման չեք ասել, Վլադիմիր Վլադիմիրիչ, սպասիբա։ Ով ինչպես է, ինչ ձև է մտածում, աշխատում։ Եվրոպական երկրներում եմ աշխատել, հասկանում եմ, որ եվրոպական երկրին ինչ է պետք, առանձնահատկություններից սկսած։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ սովորել, վերջին հատկապես աշխատել աֆրիկյան երկրներում, տեսել եմ ինչպես են համակարգերը ձախողվում ու բայց մենք փոքր երկիր ենք, արդյոք մենք միայն մեզնով կարող ենք։ Ես այդ արտահայտությունը ընդհանրապես չեմ սիրում, որ ինձ ասում են փոքր երկիր, չէ, ես դրանից ջղայնանում եմ։ Մեր թիմներ գիտի, ես չեմ սիրում փոքր երկիր բառը։ Ես համարում եմ, որ մենք երկիր ենք մեծագույն պոտենցիալով, մենք հզոր ազգ ենք, մենք աշխարհասփյուր ազգ ենք, ճիշտ է, մենք ցեղասպանության արդյունքում, ողբերգության արդյունքում ա եղել, բայց մենք դա պետք է վերածենք մեր առավելության, մենք միավորված ենք ընդհանուր ճակատագրով ու ինքնությամբ։ Մենք պետքա ամեն տեղ գնում ենք, մեր հայ ունենք, չէ՞։ Մենք գնում ենք միանգամից մեր հայերին ենք ման գալի, որովհետև վստահ ենք, որ ինչ որ մի բարձր պաշտոններում կան։ Մենք պետք է հաշվի առնելով Սփյուռքի դերը, մենք ցանցային ազգ ենք, մենք ի տարբեր բոլոր հրեաներին է, չէ՞, օրինակ բերում։ Այս այնքան լավ եմ տեսնում, մենք ոնց ենք մեր անվտանգության համակարգը կառուցելու, ես այնպես պայծառ եմ դա տեսնում ու անելու ենք մենք ի տարբերություն հրեաների մենք ավելի հզոր ենք, ինչի, որտեվ մենք կազմակերպություններ ունենք տարբեր տեղեր, ունենք հայդատի գրասենյակներ, Հայաստանի իրավունքների պաշտպանության կենտրոններ, չգիտեմ, վաղուց ամրացած իրանց կապերով ամեն մեկը, դուք տեսեք ամեն մեկը մի հատ անվտանգության հաբ է, այսինքն շտաբ է մի հատ ամեն մեկը, դու կարող ես այնքան այդ մարդկանց միջոցով հարցեր լուծել, որ ոչ մեկ կյանքում պետք է չիմանա, աչքերը պլշած կմնան տարբեր մարդկանց։ Այսինքն դուք կարիք չունեք, որ Մակրոնին բանին ինչ որ մարդկանց տենց կանչել, այստեղ վազացնել, շունիկ սիրել տալ, սրճարաններ գնալ եւ այլն, որ ցույց տակ այդ բանը, տեսարանները այսպես։ Դա դու այլ երկրների նախագահներ պետք է աշխատես մտերմություն ունես, բայց դա քծնանք է, դա կեղծավորություն է։ Ինքը հատուկ անում իբր ցույց տա իմ հարաբերությունները լավ են նրանց հետ, ժպիտներ, բան սիրուն նկարներ ստանա, թեման փակի գնա։ Իր նպատակը այդ է, ինքը չի հասկանում պետությանը լավ ինչ օգուտ կա, իրան հետաքրքրում է իր անձը։ Իսկ իմ տարբերությունը նրա հետ որն է, մի քիչ բան էլ չի սենց ասել է, վատ եմ զգում իր այդ համեմատել, ինձ պատիվ չի բերում, բայց որ մեր ժողովուրդը հասկանա իրական կոնտրաստը տարբերությունը։ Դու պետքա այնց աշխատես արժանապատիվ, որ այդ երկրները բերեն կոնկրետ ծրագրեր ներդնեն ու իրանք ուզեն անեն քո երկրում, իրենք։ Ես միշտ այնց եմ աշխատել պետական համակարգերում, որտեղ եմ աշխարհում որտեղ ինչ լինի
քաշում էի, բերում էի մեր մոտ։ Սկսած նրանից ծրագրեր, ներդրումներ, որտեղ կարող ենք ինչ, բա դու մի հատ աչքի պոչով միտեղ թեկուզ իմանաս աշխարհի որ ծայրում մի բանա կատարում չկրես քո երկիր։ Այսինքն ոչ թե դուք անձամբ պատվոլեգիոն շքանշան ստանաք, այլ երկիրը ստանա ինչ-որ բան։ Երկիրը ստանա, դու եթե անգամ դու ստանաս, դա լինի շնորհիվ նրա, որ դու քո երկրին իրոք այն որ զգաս, որ իրոք քո երկրի համար գործ արեցիր։ Եվ գիտեք, մի կարևոր տարբերություն կա նաև։ Ես գիտեմ ինչպես է աշխատում պետությունը։ Ես գիտեմ ոնց պետության մեջ հարցեր լուծել։ Մեր դժբախտությունների պատճառը որն է, որ այս մարդիկ չգիտեին ընդհանրապես պետությունը ինչ է։ Իրանց կյանքում կենսագրության մեջ հիշարժան միակ բանը, որ ավարտել են մանկապարտեզ, հետո գնացել են դպրոց, համալսարանը ավարտել են, քայլել են, դարել են օրինակ արտաքին գործերի փոխնախարար, օրինակ դարել են ինչ որ պաշտոնների են նստել եւ այլն, կոմունալի վարորդային մեկ է եղել, էս ա եղել, այսինքն ես այդ մարդկանց չեմ ուզում վիրավորեմ այդ մասնագիտության տեր, բայց այս մարդիկ եկել են պետական պաշտոնների, հələ տեսեք ինչեր են անում, երբ որ դու մտածում ես, ասում ես, հայ մարդ իմ ճակատագրի, իմ ընտանիքի, մյուսների ընկերոջս, մյուսների, մեր ժողովրդի ճակատագրի վերաբերյալ ով է որոշումներ կայացնում, դա խելագարվելու բան է, եւ դա է մեր ժողովուրդը, ես միշտ գիտեք ինչն եմ կարևորանում, որ այս ընտրություններում պետքա որոշի հաշվի առնելով ով կարող է այս հարցերը լուծել։ Համար եմ ասում, ես գիտեմ ոնց աշխատում պետությունը, ես գիտեմ ժամացույցի պես ոնց աշխատացնել պետությունը, ամեն նախարարության թերություն, ամեն կառավարություն իր հետ ունեցել է այդ խնդիրները, իրավապահ մարմինների խնդիրները եւ այլն։ Եվ ի վերջո ես գիտեմ ոնց ճիշտ վերաբերվել պետական ապարատին, որ պետական ապարատը որպես այս պետության հենասյուն լինի արժանապատիվ, ուժով։ Գիտեք, այսօր մեր պետական աշխատողների մեծ մասը համաձայն չի այն քաղաքականության հետ, որ այս իշխանությունը տանում է։ Բայց ինչի օրինակ ես չեմ ընդունում, երբ նրանց քննադատում են, որտեվ այդ մարդիկ հրապարակային ասելու այս պայն օբյեկտիվ հնարավորություն օրինակ շատերը չունեն, որտեվ մեկի դեպքում օրենք կխախտի, մեկը ուզում է ընտանիքը պաշտպանված պահի, որ չսպառնան, չազատեն գործից, մեկը իր աշխատանքը պետք է պահի, որտեվ տուն է պահում, հասկանում եք։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ ու ուզում եմ նաև ասել, որ մենք մեր պետական ապարատին նենց պետք է գնահատենք, որ առաջ խաղացումը լինի արդար, արժանիները ոչ թե ասեն այս ԿՊ-ները բերել են, իրանց մարդկանց բոլորին այդ կարևոր տեղերում դրել են, կապ չունի արժանիա թե չէ, եւ ինչ ստանում է աշխատավարձ պետական բյուջեից, այն իրական մասնագետների նկատմամբ էլ անարդար։ Այսինքն կարևոր է, որ իրականում մեր երկրի ղեկավարը լինի մարդ, ով գիտի այս հարցերը ոնց լուծել։ Իմ դեպքում առավելևս ես իրավաբան եմ, ես շատ լավ հասկանում եմ պետական եւ արդար ու նաեւ պետական համակարգը ոնց է պետք աշխատացնել, որ ինքը հանուն ժողովրդի լինի, հանուն մարդկանց։ Ի վերջո մեր նպատակը դա է, չէ՞։ Պարոն Թաթոյան, մի երկու հարց էլ կա, որի հետ կապված կուզեմ ձեր կարծիքը լսեմ եւ ամփոփենք։ Մի հարց կա, որը պարբերաբար ես լսում եմ եւ այս տաղավարում էլ քննարկել եմ մի շարք հյուրերի հետ, ուզում անձամբ առաջին ձեռքից ձեզնից լսել Բագրատ Սրբազան շարժման հետ կապված։ Տեսեք ինչ են ասում, եւ մամուլում էլ կան հրապարակումներ այդ մասին, որ Սրբազան պայքարի են ամենաթեժ պահին, դուք ասել եք, որ կլինեք թեկնածու վարչապետի, հետո մի վախեցել եք, քաշվել եք։ Այդպես եղել է թե չէ։ Ուրեմն նայեք, ես երբեք որևէ բանից որոշումս փոխելու հիմքում վախը չեմ դնում։ Երբեք։ Իմ որոշումը փոխելու կամ որոշում փոխելու չէ, որոշում կայացնելու, իմ որոշում կայացնելու հիմքում երբեք վախը չի լինում։ Սա ինձ մոտ բացառված է։ Ես իմ որոշումները կայացրել եմ հաշվի առնելով այն, թե ես այդ process-ում ինչ մասնակցություն ունեմ, ես որոշումների կայացմանը ինչ մասնակցություն ունեմ, որոշումները ես եմ կայացնում, թե իմ փոխարեն են կայացնում։ Էլի ուրիշ չափանիշներ։ Եվ ես միշտ համարել եմ, որ ես ինքս պետք է սկսեմ իմ process-ը։ Իմ ասելով, ես ինքս պետք է նախաձեռնեմ։ Ես ինքս պետք է ակունքները հասկանամ, տրամաբանությունը եւ այլն։ Այսինքն չի ուզեցել ձեռքերը տաքացնել։ Այո, ինձ եղել է առաջարկ։ Բայց ես համարել եմ, որ ես ինքս պետք է այդ process-ը սկսեմ, որ դա այնտեղը ճիշտ ժամանակը ու վայրը չէ, այսպես ասած, եւ որքան էլ որ օրհասական էր խնդիրը, հիմա էլ շատ դժվար է ամեն ինչ եւ այլն, բայց ես նորից էլի, տեսեք, ես այս process-ի մեջ մտել եմ, հայտարարական հայտ եմ ներկայացրել, ոչ թե որ պարզապես պետքա ներկայացնեի, այլ որ ես արդեն եկա համոզվեցի, որ այո, ես պետքա դա անեմ եւ
սա այնա, որ ես պետք է անեմ ու ժամանակը եկել է ու ես պատրաստ եմ դրան եւ ես պատկերացնում եմ ինչպես անել, ամենակարևորը ես պատկերացնում եմ ինչպես պետություն ղեկավարել, ինչպես անցնել դրա մեջով ու ես այդ դեպքում արդեն ես պատրաստ եմ դրան, այսպես ասած։ Իսկ Սրբազանին խոսք տվել եք, թե չէիք էլ խոսք տվել։ Ինձ արվել է առաջարկ, ես քննարկել եմ իհարկե առաջարկը եւ չեմ մտել process-ի մեջ, այսպես ասած, որովհետեւ տարբեր պատճառներ կային, այսպես ասած, եւ հիմա էլ Բագրատ Սրբազանը եւ մեր մյուս քաղբանտարկյալները այս իշխանության ապօրինությունների պատճառով նաև քրեակատարողական հիմնարկում են, մենք պետք է առավել եւս հիմա շարժվենք նրանց իրավունքների պաշտպանությամբ ու նաև առիթից օգտվելով պետք է ասեմ, որ մենք նաև մեր ծրագրում ունենք հատուկ համաներում հայտարարելը, սա շատ կարևոր է, քաղաքական մոտիվներով, տարբեր անօրինական պատճառներով դատապարտված մարդկանց միանշանակ եւ ես գիտեմ ինչպես հայտարարել այդ համաներումը, ինչպես ճիշտ աշխատել եւ ինչպես անել այնպես, որ ճիշտ մարդիկ ազատվեն, իրական, այսինքն իսկ այն մարդիկ, ովքեր անօրինական են դատապարտված, իրավունքները խախտված են, ի վերջո ունենան ճիշտ պաշտպանություն եւ ես որպես մարդու իրավունքների պաշտպան միշտ եմ այդ բնագավառի հետ շփվել եւ կարողանում եմ հասկանում եմ խնդիրը։ Մի հարցել եւ ավարտենք, բազմազավակ ընտանիքներին խոստացել եք բնակարան։ Այո։ Փաշինյանը ունի 4 զավակ։ Փաշինյանին տուն եք տալու։ Փաշինյանին չենք տալու։ Մեր ծրագիրը հետևյալն է։ Բազմազավակ ընտանիքները 4-րդ երեխայից սկսած ամեն երեխայի համար 4, 5, 6, 7, 8, այդպես շարունակ ստանում են մեկական բնակարան մարզում։ Այսինքն հիմա Փաշինյան պիտի մի հատ երեխա ունենա, որ նոր դրանից օգտվի։ Սրա նպատակը հետևյալն է. նախ որ մենք շատացնենք մեր բնակչությունը, մեր երիտասարդ ընտանիքները, մենք չենք ուզում որ Փաշինյանը շատանա իր նմանները, բայց մենք ուզում ենք որ մեր բազմազավակ ընտանիքները մեր բազմազավակ չէ, դա այսպես քաղաքական կատակ էր իհարկե։ Մեր բազմազավակ ընտանիքները շատանան, մեր բնակչությունը ավելի մեծանա, մեր երկրի ապագայի մասին ժողովրդագրությունը բարելավի։ Տեսեք, այս իշխանությունը այնքան է այդ խնդիրը ձախողել։ Իրանք երբեկան իշխանության ասում էին 2050 թվականին մենք ունենալու 5 միլիոն բնակչություն։ Հիմա 2050 թվականին ժողովրդագրական տվյալներով մենք ունենալու ենք 25% գրեթե 65 տարեկանից բարձր բնակիչներ, մարդիկ։ Եթե ծերացող հասարակություն ընդ որում արագ, ծնելիությունը 1.6-1.8% է, ընդ որում հələ դուք պատկացեք դրանից էլ հանում ենք երեխաներին, հանում ենք մարդկանց, ովքեր անաշխատունակություն ունեն, ասենք հաշմանդամություն ունեն եւ այլն չեն կարողանում տարբեր օբյեկտիվ պատճառներով, ինչ է մնում, տեսեք հələ դուք աշխատող հասարակության վրա ինչ բեռ է ընկնում, չէ, օրինակ մենք միջև այդ դրա համար էլ ասում է հերոս եք, էլի դուք հերոս եք դրա համար։ Տեսեք ինչ բեռ է ընկնում պահելու համար հասարակության մյուս հատվածին, չէ, կենսաթոշակներ եւ այլն, շատ մեծ բեռ է, դրա համար մենք իրավունք չունենք այդպիսի բան մենք թույլ տալ եւ անպայման պետք է նրանց ծրագրեր անենք, նաեւ մարզերում շատացնենք մեր բնակչությունը եւ իհարկե սա նախ երիտասարդ ընտանիքների համար է, ասեմ ձեզ, բայց եթե ցանկացածը օրենք է, ցանկացած մեկը ով 4-րդ երեխա կունենա, 4-րդ երեխայից սկսած այդ հնարավորությունից այդ կարգից գործելու եւ մենակ դա չէ, գիտեք, բազմազավակ ընտանիքներ եւս մի բան ունենք։ Երբ հարկերը նվազեցվում են ընդհանուր ընտանիքի եկամտից, օրինակ, ինչ նկատի ունեմ, այսօր հարկ ամեն մեկը վճարում է իր համար հարկեր, այսինքն անհատական է, յուրաքանչյուր ֆիզիկական անձ հարկ վճարող է։ Մենք ինչ ենք առաջարկում, ասում ենք, եթե հենց ընտանիքը դարձավ բազմազավակ, օրինակ 4-րդ բալիկը ծնվեց, այդ ընտանիքը արդեն սկսում է լրիվ ուրիշ ձև հարկվել։ Տնօրինությունը միանգամից փոխվում է։ Ընդհանուր է դառնում։ Օրինակ, եթե ամուսինը ստանում է 300,000 դրամ, լավ նույնը անենք, 300,000 էլ կինն է ստանում։ Տղամարդը եւ կինը դարձավ 600,000 դրամ։ 600,000 դրամի պարագայում, եթե բազմազավակ ընտանիք է, ամեն երեխայի համար օրինակ նվազեցնում ենք 50,000 դրամ, եթե 4 երեխա է, չէ, եղավ 200,000 դրամ։ 600,000-ից հանում ենք 200,000 եւ այդ ընտանիքը արդեն վճարելու է հարկեր ոչ թե 300, 600, դա, այլ ընդհանուր
400,000, որովհետև մենք իջացրեցինք 200,000-ը հարկ չի տալիս ընդհանրապես, դա չհարկվող, այսինքն, ասենք սա էլ բազմազավակ ընտանիքների համար է եւ մի բան էլ սա պետք չի շփոթել սոցիալական արտոնությունների քաղաքականությանը, սա հարկային քաղաքականություն է, այս վերջինը, չէ, սա հարկային է, օրինակ ասենք աշխատանքի, չգիտեմ, ցանկացած եկամտի հետ կապված է, որ սա էլ նույնպես փոխվում է։ Հասկացա։ Վերջին հարցը, հարցումներ արել եք, ընտրվելու եք, անցողիկ շեմը հաղթահարելու եք, ինչ տոկոսներ են ձեզ ցույց տալիս ձեր հարցումները։ Հարցումներ եւ մենք ենք անում եւ հարցումներ տարբեր կազմակերպություններ են անում, մենք դրանց հետևում ենք, այո, մենք արդեն ես կարող եմ ասել հստակ, որ հաղթահարում ենք շեմը եւ անցողիկության, բայց մեզ համար դա իհարկե բավարար չէ, մենք մեր քաղաքացիների հետ շատ ենք հանդիպում, քննարկում, ծրագրեր ներկայացնում, որ որքան հնարավոր է մենք շատացնենք վստահությունը եւ մեր քաղաքացիների այդ վստահության քվեի ուժով հնարավորություն ունենանք այս ծրագրերը իրականացնել, այս հարցերը լուծել, որովհետեւ զորությունը իրականում ժողովրդի մեջ է։ Զորությունը, ես գիտեք, ասես մի անձնական նաեւ տպավորություն եմ ասեմ, երբ ես այդ սոցիալական ցանցերի գերին ընդհանրապես ինչ չեմ դարձնում, բայց այն որ մեկ-մեկ դու էլի, ասենք, չգիտեմ, որոշ ժամանակ այդ սոցիալական ցանցերի մեջ հանգարց քեզ թույլ տվեցիր որ տանի դա, ուրիշ իրականություն։ Դու ուրիշ իրականություն, քեզ թվում է դու ընդհանրապես Հայաստանում չես ապրում, խնդիրները լրիվ ուրիշ են, բայց հենց սկսում ես գնալ մարդկանց մեջ, չէ, էներգետիկան փոխվում է, այնքան հաճելի է, մարդկանց հետ խոսում ես, այն մեկի հետ, անգամ եթե դժգոհ է քեզանից ջղայն է, նստում ես հետը մի հատ հավեսով խոսում ես, չէ, լրիվ անցնում է։ Ես օրինակ շատ ալնում, ասում եմ, անգամ եթե ջղայնացած եմ, լավ ասում, ասենք ենթադրենք կորած աղբերդ էի, եկել եմ նստել եմ, մի հատ իրար հետ հələ ինձ ասա ինչ ա եղել, էլի։ Այդ սրտի եղածը որ խոսում է, հասկանում ես, որ մեր ժողովուրդն էլ իրականում նախ իմաստուն է, եւ մեր ժողովուրդը շատ շնորհակալ ժողովուրդ է։ Ուղղակի մեր ժողովրդին շատ են խաբել։ Այսքան 35 տարի տարբեր պաշտոնյաներ եկել են, գնացել են, մեկը եկել է խոստացել է սարեր, գնացել է իրան պաշտոնա ստացել, կյանքն է լավացրել, դիզել է իր համար, բիզնեսա դրել, այդ մարդուն էլ վեցել է իր մոտ աշխատանքի ամենացածր գներով, իր աշկի տակն էլ արել է, կառուցել է բիզնեսը, հələ տեսեք ինչ անարդարություն ա եղել։ Այն սկզբից դրա համար Վարդենիկում մի մեր քաղաքացին եկավ, ասեց, մեր տեսանյութում էլ կա, ուղղակի շատ էց հավեսով է ասում արի գնանք սվթուց գնանք, գանք, այդ ոնց ա եղել։ Այդ հասկանում եք ժողովրդի մեջ այս անարդարությունը հենց սկզբից ա եղել, ուղղակի այս մարդիկ եկան 2018-ին լրիվ ժողովրդի հույսերը փշրեցին եւ հիմա էլ ամեն ինչ անում են որ կոծկեն։ Դրա համար մենք ամենակարևորը վերականգնենք մեր ժողովրդի հավատը, վստահությունը, որ մեր ժողովուրդը հավատա, շատ դժվար է, բայց այլ ելք չունենք, սա պետք է անպայման անենք։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Թաթոյան։ Այսօր այսքանը սիրելի հետևորդներ, մենք ուշիուշով հետևում ենք ընտրական գործընթացներին, հուսով եմ այս հաղորդումից դուք եւս ձեր եզրակացությունները արեցիք։ Մեր կոչը բոլոր ընտրողներին այն է, որ անպայման գնան ընտրատեղամաս եւ իրենց քվեն, իրենց ձայնը անպայման օգտագործեն ու կարևոր չի թե ում կընտրեն, բայց կարևորը ընտրությունը իրենց անպայման կատարեն։ Շատ լավ, կարոզարշավ ստացվեց, բայց ոչինչ։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։